Պատկերացրեք տարիներ անցկացնել մեկի կողքին, առանց երբեք իսկապես տեսանելի լինելու։ Այսպես է սկսվում այս պատմությունը լռությունների, առօրյայի անտեսված ներկայության հետ։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ անսպասելին թակում է դուռը կամ ավելի ճիշտ գրասենյակի սեղանին։ Մնացեք ինձ հետ, որովհետև գուցե այս պատմությունն ավելին է պատմում ձեր մասին, քան կարծում եք։ Եթե այս պատմությունը դուր եկավ ձեզ, բաժանորդագրվեք ալիքին կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Երանն արթնանում էր, ինչպես միշտ, պատված մոխրագույն մառախուղով, որը ոչ թե երկնքից էր գալիս, այլ շտապից։ Շտապել հասնելու, շտապել հաղթելու, շտապել գոյություն ունենալու բետոնի ապակու միջ։ Բաղրամյան պողոտայի ամենահամբավավոր շենքերից մեկի 23-րդ հարկում Բեատա Տավրոսյանն արդեն 40 րոպե իր տեղում էր, երբ ժամացույցը ցույց տվեց առավոտյան 7:30։ 3 տարի։ 1095 օր։ Անհամար պատրաստված սուրճեր, վերակազմակերպված օրակարգեր, ճգնաժամեր, լրացված նախքան պայթելը։ Նա գիտեր յուրաքանչյուր նախասիրություն, յուրաքանչյուր տրամադրություն, յուրաքանչյուր լռություն այն մարդու, ում համար աշխատում էր։ Ամեն ինչ գիտեր, բացի մեկ բանից, իր սեփական անունը նրա ձայնով։ Հարություն Ալմասյանի, Ալմասյան ինվեստիցիոններ-ի գործադիր տնօրենի համար, Բեատան արդյունավետության մարմնացումն էր։ Ժամանակին, զուսպ, անսխալ։ Մշտական, մինույն ժամանակ, անտեսանելի ներկայություն։ Նա երբեք կարիք չուներ հարցնելու, թե արդյոք սուրճը պատրաստ է, արդյոք փաստաթղթերը ճիշտ հերթականությամբ են, արդյոք 9-օրյա հանդիպումը հետաձգվել է։ Ամեն ինչ պարզապես աշխատում էր։ Եվ Բեատան իր 28 տարեկանով իր անթերի մոխրագույն կոստյումով միշտ զուսպ հանգույցով հավաքված շագանակագույն մազերով սովորել էր լինել մի մեքենայի անաղմուկ փոխանցումը, որը երբեք չէր կանգնում։ Հունիսյան այդ առավոտ, երբ նա պատրաստում էր առանց շաքարի կրկնակի էսպրեսոն, որը Հարությունն օգտագործում էր կրոնականորեն առավոտյան 7:50-ին, Բեատան նկատեց արտացոլանքը մուգ ապակու մեջ, որը բաժանում էր սպասասրահը գլխավոր գրասենյակից։ Այնտեղ էր նա, ինչպես միշտ եղել էր, ինչպես միշտ կլիներ։ Արդյունավետ ստվեր։ Նա թեթակի հոգոց հանեց, բաժակը դրեց արծաթե սկուտեղի վրա, նույն զուսպ շարժումով անցավ դռնով։ Հարությունն աչքերը չբարձրացրեց։ Նրա մատները թռչում էին ստեղնաշարի վրա, նրա բարակ ակնոցները հանգչում էին արիստոկրատական քթի ծայրին։ Նա 36 տարեկան էր, բայց կրում էր մեկի կեցվածքը, ով ծնվել էր կոստյում հագած։ Սմազերը կատարելապես հետ սանրված, ընդգծված ծնոտ, լայն ուսեր, որոնք լրացնում էին նրա պատվերով կարված հագուստների իտալական կտրվածքը։ Նա գեղեցիկ էր, դրանում ոչ ոք չէր կասկածում։ Բայց նա հեռու էր։ Սառը։ Հաշվարկող։ Մարդ, ով հարաբերությունները վերածում էր գործարքների, իսկ զգացմունքները աղյուսակային թվերի։ Բեատան անաղմուկ դրեց սուրճը մկնիկի կողքին։ Հարությունն անհասկանալի մի բան մրմնջաց, որը կարող էր լինել շնորհակալություն կամ պարզապես անգամ արտացոլում։ Նա հեռացավ։ Ինչպես միշտ։ Օրը շարունակվեց այն ռիթմով, որը ծանոթ էր դարձել վերջին 3 տարիներին։ 9-օրյա հանդիպում ճապոնացի ներդրողների հետ։ 10:30-ին խորհրդի հետ զանգ։ Ճաշը չեղարկված, փոխարինված սենդվիչներով, որոնք Բեատան պատվիրել էր մի ռեստորանից, որի մասին Հարությունն անգամ չգիտեր, որ նա գիտի, բայց որը մատուցում էր հենց այն տեսակի հացը, որը նա նախընտրում էր։ Կեսօրին ավելի շատ հանդիպումներ։ Ավելի շատ միլիոնատերերի որոշումներ։ Ավելի շատ լռություն նրանց միջ։ Երբ ժամացույցը ցույց տվեց երեկոյան 5-ը, Կարինեն, մարքեթինգի բաժնի օգնականը, հայտնվեց Բեատայի սեղանի մոտ, լայն ժպիտով սուրճի 2 բաժակով։ Կարինեն այն ամենն էր, ինչ Բեատան չէր։ Խոսող, գունեղ, ընդարձակ։ Նա հագնում էր նախշավոր բլուզներ, չափազանց բարձր էր ծիծաղում, կարծիք ուներ բացարձակապես ամեն ինչի մասին։ Բայց, տարօրինակ կերպով, նրանք երկուսն էլ ընկերացել էին։ Գուցե այն պատճառով, որ Կարինեն Բեատայի մեջ տեսնում էր մի բան, որը ոչ ոք չէր տեսնում։ Ինձ անհրաժեշտ է քո անկեղծ կարծիքը, ասաց Կարինեն, առանց արարողակարգի աթոռ քաշելով նստելով։ Բեատան աչքերը բարձրացրեց այն էլեկտրոնային նամակներից, որոնք կազմակերպում էր։ Ինչի՞ մասին, հարցրեց նա, արդեն կանխատեսելով, որ խոսակցությունը երկար կլինի։ Քո մասին։ Կարինեն ձեռքերը խաչեց սեղանի վրա, առաջ թեքվելով այն դավադրական ձով, որը միշտ օգտագործում էր, երբ կարևոր բան էր ուզում ասել։ Բեատա, դու գիտակցում ես, որ անհետանում ես։
Բեատան շփոթված թարթեց աչքերը։ Ինչպես անհետանում եմ։ Կարինեն հոգոց հանեց։ Դու այստեղ ես ամեն օր, բոլորից շուտ։ Հեռանում ես բոլորից հետո։ Լուծում ես խնդիրներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, որ գոյություն ունեն։ Եվ գիտես, թե ինչ ես ստանում փոխարենը։ Ոչինչ։ Ոչ մի շնորհակալություն։ Ոչ մի ճանաչում։ Դու անտեսանելի ես, Բեատա։ Ես անտեսանելի չեմ, պատասխանեց Բեատան, բայց ձայնն ավելի թույլ դուրս եկավ, քան մտադրված էր։ Ես պարզապես պրոֆեսիոնալ եմ։ Պրոֆեսիոնալ լինելը մի բան է։ Ինքնակայքայվելը մեկ այլ։ Կարինեն զուսպ մատնացույց արեց Հարությունի գրասենյակի դուռը։ Այդ մարդն այնտեղ անգամ չգիտի քո աչքերի գույնը։ Բեատան տարօրինակ զգացողություն ունեցավ կրծքի մեջ։ Մի բան անհարմար։ Մի բան ճշմարտության նման։ Բայց նա պարզապես գլխով արեց վերադարձավ էլեկտրոնային նամակներին։ Կարինեն նորից հոգոց հանեց, վեր կացավ, նախքան հեռանալը, մի վերջին արտահայտություն թողեց օդում։ Մի օր դու կհասկանաս, թե որքան արժես, Բեատա։ Հույս ունեմ, որ շատ ուշ չի լինի։ Բառերը Բեատայի մտքում արձագանքում էին մինչ երեկո։ Արձագանքում էին, երբ նա տպում էր հաշվետվություններ։ Արձագանքում էին, երբ նա հաստատում էր ռեստորանի ամրագրումը Հարությունի գործնական ընթրիքի համար։ Արձագանքում էին, երբ նա փակում էր իր սեղանը, վերցնում պայուսակը քայլում դեպի վերելակը երեկոյան 7-ին, ինչպես միշտ անում էր։ Հարությունն դեռ սենյակում էր։ Միացված լույսը ընդգծում էր նրա ուրվագիծը ապակու վրա։ Նա երբեք ինից շուտ չէր հեռանում։ Բեատան գիտեր դա։ Ամեն ինչ գիտեր նրա մասին։ Իսկ նա ոչինչ չգիտեր նրա մասին։ Անտեսանելի։ Այդ բառը նրան ուղեկցում էր լիքը մետրոյում դեպի կենտրոնում գտնվող փոքր բնակարանը, որը նա կիսում էր իր կրտսեր քրոջ հետ, այն տաքացրած ապուրի մեջ, որը նա մենակ ճաշեց նեղ խոհանոցում։ Անտեսանելի։ Արդյոք դա էր նա։ Գուցե միշտ այդպես էր եղել։ Եվ գուցե երբեք չէր հետաքրքրել, մինչ հիմա։ 2 օր անց, հունիսի 12-ի առավոտյան, Սիրահարների օրվա նախօրեին, Բեատան եկավ գրասենյակ իր սեղանի վրա անսովոր մի բան գտավ։ Կարմիր վարդերի հսկայական փունջ, փաթաթված կրավտ թղթով, ոսկեգույն ատլասե ժապավենով։ Նա կանգնեց, անշարժացած։ Շուրջը նայեց, կարծես սպասում էր, որ ինչ-որ մեկը կգա սխալը վերցնելու։ Բայց սխալ չկար։ Բացիկը հասցեագրված էր նրան։ Զգուշորեն բացեց փոքր ծրարը։ Ձեռագիրը գեղեցիկ էր, արական, վստահ։ Բեատային։ Մի կնոջ, ով արժանի է տեսանելի լինելու։ Գագիկ Նովոյան։ Նա ստիպված էր 3 անգամ կարդալ, նախքան մտածելը։ Գագիկ Նովոյան։ Երիտասարդ։ Գործարարը, ով նախորդ շաբաթ մասնակցել էր հանդիպման, տեխնոլոգիական ստարտափի սեփականատերը, որը կտրուկ վերելք էր ապրում։ Նա 32 տարեկան էր, հեշտ ժպիտով, ժամանակակից կոստյումներով մի խոսելու ձով, որը հիացնում էր ներդրողներին։ Հանդիպման ընթացքում նա մի քանի բառ էր փոխանակել Բեատայի հետ, սպասելով, որ իրեն ընդունեն։ Նա գովել էր նրա արդյունավետությունը։ Հարցրել էր անունը։ Նա, առաջին անգամ երկար ժամանակ հետո, իսկապես նայել էր նրան։ Եվ հիմա, ծաղիկներ։ Կարինեն առաջինը հայտնվեց, աչքերը լայն բացած։ Բեատա։ Ո՞վ է քեզ ուղարկել սա։ Բեատան դեռ բռնած էր բացիկը, չիմանալով, թե ինչ զգա։ Գագիկ Նովոյանն էր։ Այդ գործարարը հանդիպումից։ Ստարտափից։ Այդ գեղեցիկ տղա՞ն։ Կարինեն գրեթե ցատկեց ուրախությունից։ Բեատա, նա հետաքրքրված է քեզանով։ Բեատան գլխով արեց, դեռ մտածելով։ Սա խենթություն է։ Նա ինձ գրեթե չի ճանաչում։ Իսկ ինչ կա։ Նա նկատել է քեզ։ Նա տեսել է քեզ։ Կարինեն վերցրեց վարդերից մեկը դրամատիկ կերպով հոտ քաշեց։ Սա է կարորը։ Քեզ վերջապես նկատում են։ Շարժումն աննկատ չմնաց։ Այլ գործընկերներ սկսեցին մոտենալ, հետաքրքրված, իրար հետ շշնջալով։ Բեատան զգաց, որ դեմքը տաքանում է։ Նա սովոր չէր ուշադրության։ Չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Բայց սա այլ էր։ Մի բան, որը նրան ստիպում էր զգալ տեսանելի։
Մուգ ապակու սենյակում Հարությունն առաջին անգամ ժամեր շարունակ աչքերը բարձրացրեց մոնիտորից։ Տեսավ ծաղկե փունջը։ Տեսավ կանանց Բեատայի սեղանի շուրջը։ Տեսավ նրան առաջին անգամ երկար ժամանակ հետո ժպտացող։ Մի տարօրինակ բան շարժվեց նրա մեջ։ Մի բան անհարմար։ Մի բան, որը նա չկարողացավ անվանել։ Ճակատը կնճռոտելով վերադարձավ աշխատանքին։ Բայց կարմիր վարդերի պատկերը մնաց, անհանգստացնելով, ինչպես կոշիկի մեջ մտած քարը։ Կեսօրին Գագիկ Նովոյանն անձամբ հայտնվեց։ Նա մտավ գրասենյակ նույն վստահությամբ, ինչ միշտ, բայց այս անգամ չգնաց Հարությունի սենյակ։ Նա ուղիղ գնաց Բեատայի սեղանի մոտ։ Իսկ ինչպես, դուր եկան ծաղիկները։ Բեատան աչքերը բարձրացրեց, զարմացած։ Շատ գեղեցիկ էին։ Բայց դուք կարիք չունեիք։ Իհարկե, կարիք ունեի։ Գագիկը հենվեց սեղանին, թեթակի առաջ թեքվելով։ Ձեր նման կինն արժանի է ամեն օր ծաղիկներ ստանալու։ Նա չգիտեր, թե ինչ պատասխաներ։ Նա սովոր չէր գովեստների։ Նա սովոր չէր սիրաշահվելուն։ Եվ Գագիկը հմայիչ էր, դա հերքել չէր կարելի։ Նրա բաց գույնի աչքերը փայլում էին անկեղծ հետաքրքրությամբ, կամ գոնե այդպես էր թվում։ Կընդունեք ինձ հետ ընթրել վաղը, հարցրեց նա ուղղակիորեն։ Սիրահարների օրն է։ Գիտեմ, որ մի քիչ կլիշե է, բայց կցանկանայի ձեզ ավելի լավ ճանաչել։ Բեատան վարանեց։ Նա ծրագրեր չուներ։ Երբեք ծրագրեր չուներ։ Բայց նրա ներսում մի բան, գուցե Կարինեի խոսքերով մղված, գուցե անտեսանելի լինելու հոգնածությունից մղված, ստիպեց նրան համաձայնել։ Լավ։ Ընթրիք։ Գագիկի ժպիտը լայնացավ։ Կատարյալ։ Ձեզ կվերցնեմ 8-ին։ Նա հրաժեշտ տվեց ձեռքով հեռացավ, թողնելով թանկարժեք օծանելիքի հետ հետաքրքրված հայացքներ։ Բեատան խորը շունչ քաշեց։ Ինչ էր նա արել։ Սենյակում Հարությունն ամեն ինչ դիտում էր ապակու միջով։ Տեսավ, թե ինչպես մոտեցավ տղամարդը։ Տեսավ ժպիտը։ Տեսավ, թե ինչպես Բեատան համաձայնեց ինչ-որ բանի։ Եվ առաջին անգամ 3 տարվա մեջ Հարություն Ալմասյանը զգաց մի բան, որը երբեք չէր պատկերացնում, որ կզգա իր օգնականի նկատմամբ։ Անհարմարություն։ Զայրույթ։ Եվ, չնայած չէր ուզում խոստովանել, խանդ։ Նա սեղմեց գրիչը մատների արանքում, մինչ հանգույցները սպիտակեցին։ Այնուհետ, ստիպելով իրեն շեղել հայացքը, վերադարձավ փաստաթղթերին։ Բայց թղթի վրայի բառերն այլս իմաստ չունեին։ Ամեն ինչ, ինչ նա տեսնում էր, Բեատայի ժպիտն էր։ Այդ ժպիտը, որը նա երբեք նրան չէր տվել։ Եվ առաջին անգամ Հարությունն հասկացավ, թե որքան էր դա իրեն անհանգստացնում։ Օրն ավարտվեց օդում տարօրինակ անհարմարությամբ։ Բեատան հավաքեց իրերը, վարդերը դրեց պայուսակի մեջ, տուն տանելու համար, հրաժեշտ տվեց Կարինեին, ով չէր դադարում խորհուրդներ տալ, թե ինչ հագնել ընթրիքին։ Երբ նա անցավ Հարությունի գրասենյակի դռնով, հրաժեշտ տալու համար, ինչպես միշտ անում էր, նա անգամ աչքերը չբարձրացրեց։ Բարի երեկո, պարոն Ալմասյան։ Լռություն։ Բեատան սպասեց 1 վայրկյան։ 2, 3։ Ապա սովորության համաձայն շրջվեց հեռանալու։ Բեատա։ Նա կանգնեց։ Հարությունն երբեք նրան անունով չէր կանչում։ Նա դանդաղ շրջվեց։ Նա կանգնած էր, ձեռքերը գրպաններում, արտահայտությունն անհասկանալի։ Մուգ աչքերը առաջին անգամ իսկապես կենտրոնացած նրա վրա։ Ծաղիկները սկսեց նա, ապա կարծես ճիշտ բառերն էր փնտրում։ Ինչ որ մեկից են։ Բեատան թարթեց աչքերը, շփոթված հարցից։ Հաճախորդից են։ Գագիկ Նովոյանից։ Հարությունն գլխով արեց, ծնոտը լարված։ Հասկանում եմ։ Պարզապես ուզում էի համոզվել, որ չկա շահերի բախում։ Շահերի բախում։ Բեատան գրեթե ծիծաղեց անհեթեթ պաշտոնականությունից։ Ոչ, պարոն։ Չկա։ Լավ։ Նորից լռություն։ Անհարմար։ Ծանր։ Բարի երեկո, ուրեմն, ասաց Բեատան չիմանալով, թե էլ ինչ ասի։ Բարի երեկո։ Նա դուրս եկավ։ Եվ Հարությունն մնաց այնտեղ, մենակ իր ապակե պողպատե կայսրությունում, առաջին անգամ հասկանալով, որ գուցե թույլ է տվել, որ կարոր մի բան սահի իր մատների արանքից։
Մի բան, որը նա երբեք չգիտեր, որ ուզում է, մինչ չտեսավ, որ մեկ ուրիշն էլ է ուզում։ Եվ հիմա, արդյոք շատ ուշ էր։ Հարցը նրան ուղեկցում էր մինչ տուն։ Մինչ արաբկիրի դատարկ մինիմալիստական բնակարանը, որտեղ ամեն ինչ պլանավորված էր, կազմակերպված, վերահսկվող։ Ամեն ինչ, բացի տարօրինակ զգացմունքից, որը մեծանում էր նրա կրծքի մեջ։ Հարությունն իրեն վիսկի լցրեց, նստեց կաշվե բազմոցին, նայեց լուսավորված քաղաքին ապակե պատուհանից։ Երանը բաբախում էր ներքում։ Միլիոնավոր կյանքեր, միլիոնավոր պատմություններ։ Եվ նա, վերում, միշտ մենակ։ Միշտ վերահսկողության տակ։ Մինչ հիմա։ Նա մեկ կումով խմեց վիսկին, փակեց աչքերը։ Բեատայի ժպտացող պատկերը մեկ այլ տղամարդու հետ դաջված էր նրա մտքում, ինչպես կրակը։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ հետո Հարություն Ալմասյանը չգիտեր, թե ինչ անել։ Հաջորդ առավոտ, Սիրահարների օրը, Բեատան արթնացավ, ստամոքսը նյարդայնությունից պտտվելով։ Նա ժամադրություն ուներ։ Իսկական ժամադրություն։ Որքան ժամանակ էր անցել դրանից։ 2 տարի։ 3։ Օրը գրասենյակում անցկացրեց վերահսկվող անհանգստության վիճակում։ Հարությունն ավելի հանգիստ էր, քան սովորաբար։ Գրեթե դուրս չեկավ սենյակից։ Գրեթե ոչինչ չխնդրեց։ Եվ երբ խնդրեց, նրա ձայնը տարօրինակ կերպով պաշտոնական էր, հեռու։ Բեատան չհասկացավ փոփոխությունը, բայց նա ժամանակ չուներ շատ մտածելու դրա մասին։ Նրա գլուխը ընթրիքի մեջ էր։ Կարինեն օգնեց նրան ընտրել մուգ կապույտ զգեստ, պարզ, բայց էլեգանտ, որը նա պահում էր գրասենյակի պահարանում, արտակարգ իրավիճակների համար։ 7:30-ին Բեատան հագնվեց լոգարանում, ամիսների մեջ առաջին անգամ բաց թողեց մազերը, իրեն նայեց հայելու մեջ։ Նա գրեթե չճանաչեց իրեն։ Եվ գուցե հենց դա էր անհրաժեշտ։ Գագիկը նրան ճշգրիտ 8-ին վերցրեց ներմուծված մեքենայով, տարավ Սայաթ Նովա պողոտայի մի նրբագեղ ռեստորան, հաջորդ 2 ժամերի ընթացքում չդադարեց խոսել։ Իր մասին։ Իր ծրագրերի մասին։ Թե ինչպես էր հեղափոխում շուկան։ Թե որքան միլիոն էր արդեն հավաքել։ Իր ձեռքբերումների մասին։ Բեատան փորձեց հետել, փորձեց հետաքրքրվել։ Բայց ինչ-որ բան պակասում էր։ Ինչ-որ էական բան։ Գագիկը հմայիչ էր, այո։ Հաջողակ, այո։ Բայց նա դատարկ էր։ Հովանավորող։ Ամեն անգամ, երբ նա փորձում էր խոսել իր մասին, նա ընդհատում էր իր սեփական պատմությամբ։ Ամեն անգամ, երբ նա կարծիք էր հայտնում, նա ժպտում էր, կարծես երեխայի հետ էր խոսում։ Եվ ահա, աղանդերի սուրճի մեջ, նա ասաց այն արտահայտությունը, որը փոխեց ամեն ինչ։ Գիտեք, Բեատա, դուք հենց այն տեսակի կինն եք, որին ես փնտրում եմ։ Գեղեցիկ, խելացի, բայց ոչ սպառնալից։ Մեկը, ով հասկանում է իր տեղը։ Բեատան ուղիղ նայեց նրան։ Իր տեղը։ Գագիկը ժպտաց, անտարբեր այն սառնության նկատմամբ, որը ձևավորվում էր նրանց մեջ։ Իհարկե։ Մի կին, ով գիտի, թե ինչպես աջակցել հաջողակ տղամարդուն, առանց նրա հետ մրցելու։ Սա հազվադեպ է այսօր։ Բեատան խորը շունչ քաշեց։ Վերցրեց պայուսակը։ Վեր կացավ։ Շնորհակալություն ընթրիքի համար, Գագիկ։ Բայց կարծում եմ, որ դուք մեկ ուրիշին եք փնտրում։ Եվ մինչ նա կհասցներ արձագանքել, նա դուրս եկավ ռեստորանից այն արժանապատվությամբ, որը երբեք չպետք է թողներ հետում։ Դրսում մայթին Բեատան շնչեց երանյան գիշերվա սառը օդը տարօրինակ բան զգաց։ Թեթություն և պարզություն։ Նա չէր ուզում այդպես տեսնվել։ Չէր ուզում, որ իրեն տրիբուտի նման վերաբերվեն, ինչպես մեկին, ով պետք է իմանա իր տեղը։ Նա ավելին էր արժանի։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ հետո Բեատան հավատաց դրան։ Նա տաքսի վերցրեց տուն վերադառնալու համար, բայց ճանապարհի կեսին փոխեց միտքը։ Խնդրեց վարորդին վերադառնալ գրասենյակ։ Կար մի բան, որը նա մոռացել էր սեղանի վրա։ Եվ տարօրինակ կերպով զգում էր, որ պետք է այնտեղ լինի։ Շենքը գրեթե դատարկ էր, երբ նա հասավ։ Անվտանգության աշխատակիցը ճանաչեց նրան, թույլ տվեց անցնել։ Բեատան բարձրացավ 23-րդ հարկ, ավտոմատ լույսերը միանում էին, երբ նա քայլում էր լուռ միջանցքներով։ Եվ ապա տեսավ։ Հարությունի սենյակի լույսը դեռ միացված էր։ Նա դեռ այնտեղ էր։
Միշտ այնտեղ էր։ Բեատան կանգնեց ապակե դռան առջ։ Հարությունն հենված էր սեղանին, փողկապը թուլացած, վերնաշապիկի թքերը ծալած։ Հոգնած։ Մարդկային։ Առաջին անգամ նա նրան տեսավ ոչ թե որպես անհասանելի գործադիր տնօրեն, այլ որպես մարդ։ Մի մարդ, ով ուշ էր աշխատում։ Մի մարդ, ով մենակ էր։ Մի մարդ, ով գուցե նույնպես անտեսանելի էր իր իսկ ձով։ Հարությունն աչքերը բարձրացրեց, տեսավ նրան այնտեղ կանգնած, կապույտ զգեստով, մազերը բաց, աչքերը փայլում էին մի բանով, որը նա չկարողացավ վերծանել։ Բեատա, ասաց նա, զարմացած։ Կարծում էի, որ ժամադրության ես։ Շուտ ավարտվեց, պատասխանեց նա, մտնելով սենյակ։ Իսկ դուք։ Ինչու։ Եք դեռ այստեղ։ Հարությունն նայեց փաստաթղթերի կույտերին։ Աշխատանք։ Ինչպես միշտ։ Նա ժպտաց, բայց դա տխուր ժպիտ էր։ Դուք միշտ աշխատում եք, Հարություն։ Դա առաջին անգամ էր, որ նա նրան անվանեց իր անունով։ Եվ դրա ձայնը, նրա ձայնով, ինչ-որ բան կոտրեց նրա ներսում։ Եվ դու միշտ այստեղ ես, պատասխանեց նա, ձայնն ավելի ցածր։ Միշտ այդպես է եղել։ Նրանք նայեցին իրար սեղանի վրայից։ 3 տարվա լռություններ։ 3 տարվա փոխադարձ անտեսանելիություն։ Եվ հանկարծ, կարծես վարագույր քաշված լիներ, նրանք վերջապես տեսան իրար։ Իսկապես տեսան իրար։ Հեռախոսը զանգեց, կոտրելով պահը։ Հարությունն ռեֆլեքսորեն պատասխանեց, բայց նրա աչքերը չհեռացան Բեատայի աչքերից։ Զանգը կարճ էր։ Երբ նա անջատեց, նա դեռ այնտեղ էր։ Պետք է մի բան ասեմ քեզ, ասաց Հարությունն, բառերը դուրս գալով, նախքան նա կկարողանար դադարեցնել դրանք։ Երբ տեսա այդ ծաղիկները քո սեղանին, եսը։ Նա կանգնեց։ Ինչպես ասել։ Ինչպես խոստովանել մի բան, որը նա անգամ չգիտեր, որ զգում է։ Բեատան մեկ քայլ առաջ արեց։ Դու, ինչ։ Հարությունն խորը շունչ քաշեց։ Ես հասկացա, որ խանդում էի։ Եվ դա ինձ վախեցրեց։ Որովհետև ես երբեք չէի ուշադրություն դարձրել քեզ այդպես։ Եվ հիմա չեմ կարող դադարել։ Հաջորդած լռությունը տարբերվում էր բոլոր մյուսներից։ Այն ծանր էր հնարավորություններով։ Լեցուն էր չասված ճշմարտություններով։ Ինչու։ Հիմա, հարցրեց Բեատան, ձայնը թեթակի դողալով։ Ինչու։ Միայն այն ժամանակ, երբ մեկ ուրիշ տղամարդ ինձ նկատեց։ Հարությունն պատասխան չուներ։ Կամ գուցե ուներ, բայց չափազանց վախկոտ էր խոստովանելու համար։ Նա կույր էր եղել։ Էգոիստ։ Եվ հիմա վճարում էր գինը։ Չգիտեմ, խոստովանեց նա։ Գուցե այն պատճառով, որ ես ապուշ եմ։ Բեատան գրեթե ժպտաց։ Վերջապես մի բան, որի շուրջ համաձայնում ենք։ Եվ ապա առաջին անգամ 3 տարվա մեջ նրանք միասին ծիծաղեցին։ Դա փոքր, վարանող, բայց անկեղծ ծիծաղ էր։ Եվ այդ ծիծաղի մեջ ինչ-որ բան փոխվեց։ Ինչ-որ բան սկսվեց։ Բեատան նայեց իր առջ կանգնած տղամարդուն։ Այն տղամարդուն, ով նրան այդքան ժամանակ անտեսել էր։ Այն տղամարդուն, ով հիմա նայում էր նրան, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Եվ մտածեց, արդյոք հնարավոր էր նորից սկսել։ Արդյոք հնարավոր էր կառուցել ինչ-որ իրական բան անտեսանելիության մոխիրներից։ Նա պատասխանը չգիտեր։ Բայց առաջին անգամ ուզում էր պարզել։ Իսկ դուք, սիրելի ընթերցող, ասեք ինձ ձեր կարծիքն այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես այն կավարտվի։ Այդ սիրահարների օրվա գիշերից հետո եկած օրերը տարօրինակ էին այնպես, որ Բեատան չէր կարողանում բացատրել։ Հարությունն շարունակում էր լինել Հարությունը, մեթոդական կենտրոնացած գործադիր տնօրենը, ով վիրահատական ճշգրտությամբ ղեկավարում էր հանդիպումները առանց վարանելու միլիոնավոր որոշումներ էր կայացնում։ Բայց ինչ-որ բան այլ էր։ Փոքր բաներ։ Մանրամասներ, որոնք միայն նա, ով 3 տարի դիտել էր նրա յուրաքանչյուր շարժումը, կկարողանար նկատել։ Նա սկսեց բարել։ Ոչ թե պարզապես միշտ շեղված գլխով անելը, այլ իսկական բար, նայելով նրա աչքերին։ Սկսեց հարցնել, թե արդյոք նա ճաշել էր։ Սկսեց նկատել, երբ նա փոխում էր սանրվածքը։ Եվ երբ նա խոսում էր նրա հետ, այլս հաշվետվությունների օրակարգերի մասին չէր։
Դա այն երթեկության մասին էր, որին նա բախվել էր, մոտեցող հանգստյան օրերի մասին, այն սերիալի մասին, որը նա պատահական խոսակցության մեջ Կարինեի հետ նշել էր, որ դիտում էր, որը նա, ըստ երևույթին, լսել էր։ Բեատան չգիտեր, թե ինչպես վարվեր Հարությունի այս նոր տարբերակի հետ։ Դա շփոթեցնող էր։ Դա անհասկանալի էր։ Եվ եթե անկեղծ լիներ իր հետ, դա անհանգստացնող էր լավագույն իմաստով։ Նա փորձում էր պահպանել պրոֆեսիոնալությունը, անվտանգ հեռավորությունը, որը միշտ եղել էր նրանց միջ։ Բայց ինչպես հեռու մնալ մեկից, ով հանկարծ որոշել էր կրճատել տարածությունը։ Կարինեն, իհարկե, ամեն ինչ նկատեց։ Մի հինգշաբթի առավոտ Գագիկի հետ աղետալի ժամադրությունից գրեթե 2 շաբաթ անց նա հայտնվեց Բեատայի սեղանի մոտ, սուրճի 2 բաժակով այն արտահայտությամբ, ով ճշգրիտ գիտեր, թե ինչ էր կատարվում։ Ուրեմն, ծածնելու։ Ես թե չես նկատում, հարցրեց Կարինեն, առանց արարողակարգի նստելով։ Ինչ նկատել, պատասխանեց Բեատան, աչքերը պահելով համակարգչի էկրանին, որ ներսի այսբերգը հալվում է։ Կարինեն զուսպ մատնացույց արեց Հարությունի սենյակը։ Այդ մարդը 3 տարի գրեթե չէր նայում քեզ, իսկ հիմա չի կարողանում 5 րոպե անցկացնել, առանց քեզ իր սենյակ կանչելու արդարացում գտնելու։ Բեատան զգաց, որ դեմքը տաքանում է։ Նա պարզապես ավելի քաղաքավարի է դարձել։ Գուցե մարդկային ռեսուրսների կառավարման ինչ-որ դասընթաց է անցել։ Կարինեն բարձր ծիծաղեց, ինչը ստիպեց որոշ գլուխների շրջվել։ Իհարկե, Բեատա։ Եվ ես Անգլիայի թագուհին եմ։ Այդ մարդը հետաքրքրված է քեզանով։ Ցանկացած մարդ, աչքերով, կարող է դա տեսնել։ Դու չափազանցնում ես։ Չափազանցնում եմ։ Կարինեն առաջ թեքվեց, ձայնը ցածրացնելով։ Երեկ նա քեզ սուրճ բերեց։ Սուրճ, Բեատա։ Այն մարդը, ով 3 տարի թույլ էր տալիս, որ դու ամեն օր առավոտյան նրա սուրճը պատրաստես, քեզ սուրճ բերեց։ Եթե դա նշան չէ, ապա չգիտեմ ինչ է։ Բեատան բացեց բերանը պատասխանելու համար, բայց հենց այդ պահին Հարությունի սենյակի դուռը բացվեց, նա հայտնվեց, աչքերը անմիջապես գտնելով նրա աչքերը։ Բեատա, մի րոպե ունեք։ Նա ավտոմատ կերպով վեր կացավ, անտեսելով Կարինեի կատակային հայացքը։ Մտավ սենյակ, Հարությունն փակեց դուռը նրա հետից, ինչը նա հազվադեպ էր անում, եթե դա գաղտնի հանդիպում չէր։ Նստեք, խնդրում եմ, ասաց նա, ժեստ անելով սեղանի դիմացի կաշվե բազկաթոռներից մեկի վրա։ Բեատան հնազանդվեց, ձեռքերը ծալած ծնկներին, սիրտը մի փոքր ավելի արագ բաբախելով, քան կցանկանար խոստովանել։ Հարությունն չնստեց սեղանի հետում, ինչպես միշտ անում էր։ Փոխարենը, նա քաշեց մյուս բազկաթոռը նստեց նրա կողքին, վերացնելով այն ֆիզիկական արգելքը, որը միշտ եղել էր նրանց միջ։ Ես ուզում էի ներողություն խնդրել ձեզանից, սկսեց նա, Բեատան թարթեց աչքերը, զարմացած։ Ինչու։ 3 տարվա անտարբերության համար։ Հարությունն ձեռքով անցկացրեց մազերի վրայով մի հազվադեպ ժեստ, որը բացահայտում էր նյարդայնություն։ Դուք միշտ այստեղ եք եղել, միշտ անթերի եք եղել, միշտ արել եք այն ամենը, ինչ ինձ պետք է շատ ավելին։ Եվ ես երբեք ձեզ պատշաճ կերպով չեմ ճանաչել։ Երբեք չեմ գնահատել այնպես, ինչպես արժանի էիք։ Բեատան չգիտեր, թե ինչ ասեր։ Ոչ մի մարդկային ռեսուրսների կառավարման դասընթաց չէր սովորեցնում գործադիր տնօրենին այդպես ներողություն խնդրել։ Դա այլ տեղից էր գալիս։ Դա իրական բանից էր գալիս։ Դուք կարիք չունեք ներողություն խնդրելու, ասաց նա, ձայնն ավելի ցածր, քան մտադրված էր։ Դա միշտ եղել է մեր պրոֆեսիոնալ համաձայնությունը։ Բայց դա չպետք է միայն դա լիներ։ Հարությունն ուղիղ նայեց նրան, նրա մուգ աչքերում մի բան կար, որը Բեատան երբեք չէր տեսել նախկինում։ Խոցելիություն։ Դուք ավելին եք, քան արդյունավետ օգնականը, Բեատա։ Դուք խելացի եք, նվիրված, դիտորդ։ Դուք կանխատեսում եք խնդիրները, նախքան դրանց առաջացումը։ Դուք պահում եք այս վայրը գործուն։ Եվ ես չափազանց կույր էի դա տեսնելու համար։ Հաջորդած լռությունը ծանր էր չասված զգացմունքներով։ Բեատան զգաց, որ կուրծքը սեղմվում է։ 3 տարի շարունակ նա սպասել էր ճանաչման։ 3 տարի շարունակ ցանկացել էր տեսանելի լինել։ Եվ հիմա, երբ դա տեղի էր ունենում, նա չգիտեր, թե ինչպես մարսեր դա։ Շնորհակալություն, մրմնջաց նա։ Սա շատ բան է նշանակում։ Հարությունն գլխով արեց, բայց հայացքը չշեղեց։
Կա մի բան էլ, որ պետք է ասեմ ձեզ։ Այդ գիշերվա մասին։ Այն մասին, թե ինչ ասացի։ Բեատան զգաց, որ սիրտը արագանում է։ Սիրահարների օրվա գիշերը։ Խանդի խոստովանությունը։ Նրանք այդ մասին չէին խոսել այդ ժամանակվանից։ Նրանք թողել էին բառերը օդում կախված, որպես խոստում կամ սպառնալիք, կախված նրանից, թե ինչպես կընտրեին դրանք մեկնաբանել։ Դա պարզապես խանդ չէր, շարունակեց Հարություն, ձայնը ցածրացնելով։ Դա այն ընկալումն էր, որ ես թույլ էի տվել, որ մի թանկարժեք բան սահի մաքուր անփութության պատճառով։ Եվ այդ օրվանից ես չեմ կարողանում դադարել մտածել ձեր մասին։ Ոչ այնպես, ինչպես ղեկավարը մտածում է իր օգնականի մասին, այլ այնպես, ինչպես տղամարդը մտածում է մի կնոջ մասին, ով իրեն հիացնում է։ Բեատան դադարեց շնչել։ Բառերը կախված էին նրանց միջ, անհնար էր դրանք հետ հավաքել։ Հարություն, սկսեց նա, բայց նա նրբորեն բարձրացրեց ձեռքը։ Ես գիտեմ։ Ես գիտեմ, որ դա բարդ է։ Գիտեմ, որ ձեր ղեկավարն եմ։ Գիտեմ, որ 3 տարի ձեզ անտեսել եմ, հիմա ապուշի տեսք ունեմ, փորձելով ամեն ինչ շտկել։ Բայց ես պետք է անկեղծ լինեի ձեր հետ։ Եվ ինքս ինձ հետ։ Բեատան նայեց նրան։ Իսկապես նայեց։ Տեսավ մարդուն, պաշտոնից դուրս։ Տեսավ անորոշությունը, հույսը, վախը։ Եվ տեսավ նա մեկի անկեղծ ջանքը, ով փորձում էր փոխվել։ Ես չգիտեմ, թե ինչ ասեմ, խոստովանեց նա։ Դուք կարիք չունեք հիմա ոչինչ ասելու։ Հարությունն վեր կացավ, նրան տեղ տալով։ Պարզապես ուզում էի, որ դուք իմանայիք։ Եվ ուզում էի մի բան հարցնել ձեզ։ Ինչ։ Կընդունեք վաղը ինձ հետ ճաշել։ Ոչ որպես ղեկավար օգնական։ Պարզապես որպես երկու մարդ, ովքեր գուցե ուզում են ավելի լավ ճանաչել միմյանց։ Բեատան վարանեց։ Նրա ամբողջ պրոֆեսիոնալ կրթությունը բղավում էր, որ դա սարսափելի միտք էր։ Որ աշխատանքի զգացմունքների խառնուրդը աղետի բաղադրատոմս էր։ Բայց նրա ներսում կար մեկ այլ ձայն, ավելի ցածր, ավելի համառ։ Այն ձայնը, որը հոգնել էր անտեսանելի լինելուց։ Այն ձայնը, որը ուզում էր տեսանելի լինել։ Այն ձայնը, որը ամբողջ տրամաբանությանը հակառակ, հետաքրքրված էր, թե ով էր Հարությունն իրականում, երբ նա չէր գտնվում այդ սեղանի հետում։ Լավ, ասաց նա։ Վաղը։ Ճաշ։ Հարությունի դեմքը լուսավորող ժպիտը մի բան էր, որը Բեատան երբեք չէր տեսել նախկինում։ Անկեղծ։ Երիտասարդ։ Գրեթե տղա։ Եվ այդ պահին նա հասկացավ, թե որքան էր նա նույնպես իր սեփական զրահի գերին։ Կատարյալ, ասաց նա։ Ձեզ կվերցնեմ կեսօրին։ Երբ Բեատան դուրս եկավ սենյակից, Կարինեն ռազմավարականորեն թղթեր էր դասավորում բավական մոտ, որպեսզի նրան կանգնեցներ։ Ուրեմն։ Ինչ եղավ։ Բեատան փորձեց պահպանել չեզոք արտահայտություն, բայց զգում էր, որ ժպիտը ցանկանում է դուրս գալ։ Նա ինձ ճաշի հրավիրեց։ Կարինեն գրեթե գցեց թղթերի կույտը։ Ես գիտեի։ Ես գիտեի, որ ինչ-որ բան է կատարվում։ Նա բռնեց Բեատայի թ. Բեատա, սա լուրջ է։ Այդ մարդը սիրահարված է։ Դա սեր չէ, բողոքեց Բեատան։ Դա պարզապես ճաշ է։ Շարունակիր խաբել ինքդ քեզ։ Բայց երբ հասկանաս, մի ասա, որ չեմ զգուշացրել։ Օրվա մնացած մասն անցավ անհանգստության սպասման մշուշի մեջ։ Բեատան փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց նրա միտքը համառորեն թափառում էր։ Ինչ էր նշանակում դա։ Ինչ էր նա իրականում ուզում։ Եվ ամենակարևորը, պատրաստ էր արդյոք վտանգել այն կայունությունը, որը նա կառուցել էր վերջին 3 տարիներին, այդքան անորոշ բանի համար։ Երեկոյան, տանը, նրա կրտսեր քույրը Լիանան նկատեց շեղվածությունը։ Լիանան 23 տարեկան էր, ավարտում էր գովազդի ֆակուլտետը, ուներ այն պարզամիտ, ով դեռ հավատում էր, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Թույլ տուր գուշակեմ, ասաց Լիանան, նստելով բազմոցին Բեատայի կողքին։ Տղամարդ է։ Բեատան աչքերը թարթեց։ Ամեն ինչ տղամարդու մասին չէ։ Բայց այս անգամ այդպես է։ Լիանան շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին հետաքրքրությունից։ Պատմիր։ Ո՞վ է։ Եվ Բեատան պատմեց։
Պատմեց Հարությունի մասին, անտեսանելիության 3 տարիների մասին, Գագիկի ծաղիկների մասին, աղետալի ժամադրության մասին, Սիրահարների օրվա գիշերվա խոստովանության ճաշի հրավերի մասին։ Երբ նա ավարտեց, Լիանան նայում էր նրան հիացմունքի անհանգստության խառնուրդով։ «Վաու», ասաց Լիանան։ «Սա ինտենսիվ է»։ «Գիտեմ»։ «Եվ ուզում ես գնալ»։ Բեատան հոգոց հանեց։ «Չգիտեմ։ Իմ մի մասը ուզում է։ Իմ մի մասը կարծում է, որ սա խենթություն է։ Այն մասը, որը կարծում է, որ սա խենթություն է, վախենում է», ասաց Լիանան 20-ամյա տարիքի պատահական իմաստությամբ։ «Հարցն այն է, թույլ կտաս, որ վախը որոշի քո փոխարեն»։ Դա պարզ հարց էր։ Բայց պատասխանը բացարձակապես այդպես չէր։ Ճաշը տեղի ունեցավ Թումանյան փողոցում գտնվող մի զուսպ ռեստորանում, ֆինանսական կենտրոնի աղմուկից հեռու։ Հարությունն նրան վերցրեց ճիշտ կեսօրին, ինքը վարելով նրբագեղ, բայց ոչ շքեղ սեդան։ Ճանապարհին նրանք խոսեցին առօրյա, անվտանգ բաների մասին։ Երթևեկություն։ Երանի հունիսյան անտանելի շոկը։ Հանգստյան օրերին անձրի կանխատեսումը։ Բայց կար մի ենթակա լարվածություն, մի սուր գիտակցություն միմյանց ներկայության մասին, որը նույնիսկ ամենապարզ բառերը լցնում էր իմաստով։ Ռեստորանում նրանք նստեցին պատուհանի մոտ գտնվող սեղանին։ Բնական լույսն ամեն ինչ ավելի մեղմ էր դարձնում, ավելի քիչ պաշտոնական։ Հարությունն հանել էր փողկապը, բաճկոնը թողել մեքենայում։ Բեատան հագել էր պարզ աշխատանքային զգեստ, բայց բաց էր թողել մազերը։ Փոքրիկ ժեստեր։ Փոքրիկ զիջումներ այն հնարավորությանը, որ նրանք պարզապես երկու մարդ են, ոչ թե ղեկավար օգնական։ «Ես շատ վաղուց չեմ արել սա», խոստովանեց Հարությունն պատվերները կատարելուց հետո։ «Ճաշելը»։ Նա ժպտաց։ «Ճաշել կնոջ հետ, առանց դա քողարկված գործնական հանդիպում լինելու»։ «Որքան ժամանակ»։ «Տարիներ»։ «Շատ տարիներ»։ Հարությունն մի կում ջուր խմեց, աչքերը հեռու։ «Երբ ստանձնեցի ընկերությունը, դադարեցի անձնական կյանք ունենալ։ Ամեն ինչ դարձավ աշխատանքի, աճի, արդյունքների մասին։ Ես ինքս ինձ համոզեցի, որ ժամանակ չունեմ հարաբերությունների, զգացմունքների, կյանքի համար։ Իսկ հիմա։ Հիմա հասկանում եմ, որ կայսրություն եմ կառուցել, բայց մոռացել եմ կյանք կառուցել»։ Նա ուղիղ նայեց նրան։ «Եվ դա ինձ վախեցնում է»։ Նրա անկեղծությունը զինաթափող էր։ Բեատան սովոր էր կորպորատիվ հարությունին, այն մարդուն, ով զգացմունքները թաքցնում էր տվյալների ռազմավարությունների հետում։ Այս հարությունը, խոցելի անկեղծ, նոր էր։ Եվ վտանգավոր գրավիչ։ «Դուք մենակ չեք դրանում», ասաց նա։ «Ես էլ մի փոքր կորցրել եմ ինքս ինձ։ Այդքան ժամանակ եմ անցկացրել, փորձելով լինել կատարյալ օգնական, որ մոռացել եմ լինել Բեատան»։ «Եվ ո՞վ է Բեատան»։ Նա վարանեց։ Ոչ ոք այդ հարցը երկար ժամանակ չէր տվել։ Նա ինքն էլ վստահ չէր պատասխանի վրա։ «Փորձում եմ պարզել», խոստովանեց նա։ «Կարող ենք միասին պարզել»։ Դա հրավեր էր։ Խոստում։ Եվ Բեատան, ամբողջ տրամաբանությանը հակառակ, ուզում էր ընդունել։ Սնունդը հասավ, խոսակցությունը հոսեց ավելի թեթ թեմաների։ Հարությունն խոսեց համալսարանի մասին, այն մասին, թե ինչպես ստանձնեց հոր ընկերությունը 28 տարեկանում, ընտանեկան ժառանգությունը պահպանելու ճնշման մասին։ Բեատան խոսեց քրոջ հետ մեծանալու մասին, ծնողներին վաղ կորցնելուց հետո, այն մասին, թե ինչպես ստիպված էր արագ հասունանալ, այն երազանքների մասին, որոնք հետաձգել էր կայունություն ապահովելու համար։ Եվ որքան շատ էին խոսում, այնքան շատ էին հասկանում, թե որքան ընդհանուր բաներ ունեին։ Երկուսն էլ զոհաբերել էին իրենց մի մասը պատասխանատվությունների համար, որոնք չէին ընտրել, բայց ընդունել էին։ Երկուսն էլ մոռացել էին, թե ինչպես էր ապրել աշխատանքից դուրս։ Երկուսն էլ, յուրաքանչյուրն իր ձով, մենակ էին։ Երբ նրանք վերադարձան գրասենյակ, ինչ-որ բան փոխվել էր նրանց մեջ։ Դա այլս ղեկավար օգնական չէր։ Դա դեռ զույգ չէր։ Դա միջանկյալ բան էր, անորոշ, բայց իրական։ Եվ այս անորոշությունը միաժամանակ հուզիչ էր սարսափելի։ Հաջորդ օրերը փորձեցին այս նոր դինամիկայի սահմանները։ Աշխատանքում նրանք փորձում էին պահպանել պրոֆեսիոնալությունը։ Բայց հայացքները մեկ վայրկյան ավելի երկար էին տում։ Ձեռքերը պատահաբար դիպչում էին փաստաթղթերը փոխանցելիս։ Ժպիտները հայտնվում էին առանց տեսանելի պատճառի։
Եվ գրասենյակը, միշտ ուշադիր փոփոխություններին, սկսեց նկատել։ Շշուկները դանդաղ սկսվեցին։ Մի գործընկեր մյուսին մեկնաբանում էր, թե ինչպես էր ղեկավարը փոխվել։ Ինչ-որ մեկը նկատում էր, որ Բեատան ավելի շատ է ժպտում։ Կարինեն, իհարկե, վայելում էր յուրաքանչյուր վայրկյանը, բայց նա անհանգստանում էր։ Դու գիտես, որ ի վերջո սա խոսակցության առարկա կդառնա, չէ՞, զգուշացրեց նա Բեատային մի կեսօրին։ Մարդիկ արդեն քննարկում են։ Քննարկելու ոչինչ չկա, պատասխանեց Բեատան, բայց նույնիսկ նա գիտեր, որ դա ճիշտ չէր։ Դեռ ոչ։ Բայց կլինի։ Եվ երբ լինի, դա բարդ կլինի։ Կարինեն ճիշտ էր։ Ղեկավարի ենթակայի միջ հարաբերությունները բարդ էին։ Կային ընկերության քաղաքականություններ։ Կար ուրիշների ընկալումը։ Եվ կար շատ իրական ռիսկ, որ եթե ամեն ինչ սխալ ընթանար, Բեատան կլիներ տուժողը։ Բայց ամեն անգամ, երբ Բեատան մտածում էր հետ քաշվելու, անվտանգ հեռավորություն պահելու մասին, Հարությունն անում էր մի բան, որը նրան հետ էր քաշում։ Մի գիշեր նրանք ստիպված էին ուշ աշխատել եվրոպական ներդրողների համար կարևոր շնորհանդես պատրաստելու համար։ Գրեթե կեսգիշեր էր, երբ վերջապես ավարտեցին։ Գրասենյակը դատարկ էր, լուռ, միայն արտակարգ լույսերը կտրում էին մթությունը։ Պատրաստ է, ասաց Բեատան, պահպանելով վերջին սլայդը։ Կարծում եմ, որ կատարյալ է։ Դու կատարյալ ես, ասաց Հարությունն, նա զարմացած շրջվեց։ Նա կանգնած էր նրա հետում, այնքան մոտ, որ կարող էր զգալ նրա մարմնի ջերմությունը։ Մուգ աչքերը հառած նրա վրա, այնպիսի ուժգնությամբ, որ օդը պակասեց։ Հարություն, մրմնջաց նա, բայց չգիտեր, դա բողոք էր, թե խնդրանք։ Նա բարձրացրեց ձեռքը, վարանելով, մատների ծայրերով դիպավ նրա դեմքին։ Այնքան թեթ հպում, որ կարող էր պատկերացված լինել։ Բայց այդպես չէր։ Դա իրական էր։ Այնքան իրական, որ Բեատան զգաց, թե ինչպես արթնացավ յուրաքանչյուր նյարդային վերջավորություն։ Ես չպետք է անեի, ասաց նա, ձայնը խռպոտ։ Գիտեմ, որ չպետք է անեի։ Բայց այլս չեմ կարող ձացնել։ Ինչ ձացնել։ Որ ամբողջությամբ հիացած չեմ քեզանով։ Բեատայի սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ Հարությունն կարող էր լսել։ Նա պետք է հետ քաշվեր։ Պետք է հեռավորություն պահեր։ Պետք է պրոֆեսիոնալ լիներ։ Բայց նա չէր ուզում։ Առաջին անգամ 3 տարվա մեջ նա չէր ուզում լինել կատարյալ օգնական։ Նա ուզում էր լինել պարզապես Բեատան։ Կինը։ Այն մեկը, ով ցանկանում էր ցանկալի էր։ Նա դանդաղ թեքվեց, նրան ժամանակ տալով հետ քաշվելու։ Բայց նա չհետ քաշվեց։ Մնաց այնտեղ, սեղանի նրա մարմնի մեջ, աշխարհը կրճատվել էր մինչ այդ պահը, այդ շունչը, այդ գրեթե համբույրի խոստումը։ Եվ ահա հեռախոսը զանգեց։ Սուր ձայնը կտրեց պահը, ինչպես սայրը։ Երկուսն էլ սառեցին։ Հարությունն փակեց աչքերը, խորը շունչ քաշելով, նախքան հետ քաշվելը զանգին պատասխանելը։ Դա Տոկիոյի ներդրողն էր։ Շտապ։ Անխուսափելի։ Բեատան օգտվեց ընդհատումից, սենյակից դուրս գալու համար, սիրտը դեռ արագ բաբախելով, ձեռքերը դողալով։ Նա հենվեց իր սեղանին, փորձելով մարսել այն, ինչ գրեթե տեղի էր ունեցել։ Այն, ինչ նա ուզում էր, որ տեղի ունենար։ Այն, ինչից վախենում էր, որ տեղի կունենար։ Երբ Հարությունն անջատեց, նա արդեն վերցրել էր պայուսակը, պատրաստվում էր հեռանալ։ Բեատա, սպասիր։ Նա կանգնեց, բայց չշրջվեց։ Պետք է գնամ։ Ուշ է։ Այն մասին, թե ինչ գրեթե տեղի ունեցավը։ Ոչինչ չի եղել, ընդհատեց նա, ավելի շատ իրեն, քան նրան։ Մենք հոգնած էինք։ Դա մի պահ էր։ Դա պարզապես մի պահ չէր, ասաց Հարությունն, հիասթափությունը պարզ երում էր ձայնի մեջ։ Եվ դու դա գիտես։ Նա վերջապես շրջվեց։ Ինչ եք ուզում ինձանից, Հարություն։ Իրականում։ Ես ուզում եմ քեզ։ Պատասխանը արագ եկավ, առանց վարանելու։ Ես ուզում եմ քեզ իսկապես ճանաչել։ Ես ուզում եմ ավելի շատ նման գիշերներ, ավելի շատ խոսակցություններ, ավելի շատ ծիծաղ։ Ես ուզում եմ դադարել ձացնել, որ մենք պարզապես ղեկավար օգնական ենք, երբ երկուսս էլ գիտենք, որ արդեն ավելին ենք, քան դա։ Իսկ եթե չստացվի, հարցրեց Բեատան, խոցելիությունը վերջապես ցույց տալով։ Իսկ եթե սա ամեն ինչ կործանի։ Իսկ եթե ստացվի։
Նա հակադարձեց. Իսկ եթե սա հենց այն է, ինչ երկուսս էլ փնտրում էինք առանց իմանալու։ Դա անհնար էր պատասխանելու հարց էր։ Բայց նա անհնար էր անտեսել։ Ինձ հնարավորություն տվեք, խնդրեց Հարությունն մեկ քայլ անելով դեպի նա։ Թույլ տվեք ցույց տալ ձեզ, որ սա կարող է իրական լինել։ Որ ես կարող եմ ավելին լինել, քան այն կույր ղեկավարը, ով ձեզ անտեսել է 3 տարի։ Բեատան նայեց նրան։ Տեսավ այն մարդուն, ով փորձում էր։ Տեսավ անկեղծ ջանքը։ Տեսավ հնարավորությունը։ Եվ տեսավ նա ռիսկը։ Դանդաղ, ասաց նա վերջապես։ Եթե մենք պատրաստվում ենք դա անել, դա պետք է դանդաղ լինի։ Եվ զուսպ։ Ես չեմ կարող վտանգել այն ամենը, ինչ կառուցել եմ այստեղ։ Հարությունն գլխով արեց։ Դանդաղ։ Ձեր ժամանակին։ Ձեր ծով։ Նա խորը շունչ քաշեց։ Ուրեմն լավ։ Կարող ենք փորձել։ Նրա դեմքը լուսավորող ժպիտն արժեր յուրաքանչյուր վախը, յուրաքանչյուր անորոշություն։ Եվ երբ Բեատան վերջապես դուրս եկավ գրասենյակից այդ գիշեր, գիտեր, որ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Նա քայլ էր կատարել դեպի անհայտը։ Եվ առաջին անգամ չէր վախենում։ Հետաքրքրված էր։ Հաջորդող հանգստյան օրերը նոր հուզիչ տարածք դարձան։ Հարությունն նրան հրավիրեց զուսպ ժամադրությունների, հեռու գրասենյակի հայացքներից։ Ընթրիք կենտրոնի թաքնված ռեստորանում։ Զբոսանք հաղթանակի այգում մթնշաղին։ Կեսօր անկախ սրճարանում, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչում։ Դրանք գողացված թանկարժեք պահեր էին, որտեղ նրանք կարող էին լինել պարզապես 2 մարդ, բացահայտելով միմյանց։ Բեատան սովորեց, որ Հարությունն ուներ չոր հումորի զգացում, որը հազվադեպ էր ցույց տալիս։ Որ սիրում էր ջազ, բայց ամաչում էր խոստովանել։ Որ զարմանալիորեն լավ էր պատրաստում, բայց երբեք չուներ մեկը, ում համար պատրաստ էր։ Որ վախենում էր բարձրությունից, բայց պարաշյուտով թռել էր, ինքն իրեն ինչ-որ բան ապացուցելու համար։ Որ ավելի անվստահ էր, քան երբեք թույլ կտար, որ երաշխատանքում։ Եվ Հարությունն հայտնաբերեց, որ Բեատան սիրում էր լուսանկարչություն, բայց վաճառել էր տեսախցիկը, քրոջ համալսարանի վարձը վճարելու համար։ Որ երազում էր ճանապարհորդել, բայց երբեք դուրս չէր եկել Հայաստանից։ Որ կարդում էր անդադար, բայց թաքցնում էր սիրավեպերը, կարծես դրանք ամոթալի գաղտնիք լինեին։ Որ վախենում էր չբավարարել, բայց դա թաքցնում էր անթերի կարողության հետում։ Եվ որքան շատ էին ճանաչում միմյանց, այնքան շատ էին ուզում ճանաչել։ Բայց գրասենյակը ականապատ դաշտ էր։ Պրոֆեսիոնալությունը պահպանելը գնալով ավելի դժվար էր դառնում։ Հայացքը չափազանց երկար էր տում։ Ժպիտը սխալ պահին էր դուրս գալիս։ Եվ մարդիկ նկատում էին։ Շշուկներն ավելի բարձր էին դառնում։ Ենթադրություններն ավելի համարձակ։ Կարինեն էր, ով վերջապես առերեսվեց Բեատայի հետ մի ուրբաթ կեսօրին։ Դու պետք է որոշում կայացնես, ասաց նա առանց վարանելու։ Կամ վերջնականապես ընդունիր, կամ դադարեցրու, նախքան խնդիր դառնալը։ Դա այդքան պարզ չէ, բողոքեց Բեատան։ Իհարկե, պարզ է։ Կամ դու ուզում ես լինել նրա հետ, կամ ոչ։ Եթե ուզում ես, ընդունիր։ Եթե ոչ, մի ձգձգիր։ Բայց այս մոխրագույն գոտին։ Դա կվնասի ձեզ երկուսի դել։ Իսկ ընկերության կանոնները։ Իսկ իմ աշխատանքը։ Կարինեն հոգոց հանեց։ Բեատա, դու զարմանալի ես այն ամենում, ինչ անում ես։ Ցանկացած ընկերություն քեզ կընդունի 1 վայրկյանում։ Դու թաքնվում ես այդ արդարացումների հետում, քանի որ վախենում ես։ Եվ լավ է վախենալը։ Բայց մի թող, որ վախը որոշի քո կյանքը։ Դրանք նույն բառերն էին, որոնք Լիանան ասել էր շաբաթներ առաջ։ Եվ գուցե ժամանակն էր լսել։ Այդ գիշեր Հարությունն նրան հրավիրեց հանդիպելու իր ընկերների հետ։ Դա մեծ, նշանակալի քայլ էր։ Նշան, որ դա լուրջ էր, ոչ թե պարզապես թաքնված արկած։ Բեատան համաձայնեց, բայց Ստամոքսը նյարդայնությունից պտտվում էր։ Հանդիպումը Արաբկիրի մի բնակարանում էր, Հարությունի համալսարանական ընկերոջ Ռուբենի մոտ։ Երբ նրանք հասան, կարս 3 մարդ։ Մարինեն, հեշտ ժպիտով փաստաբան։ Լուկասը, դաջվածքներով ճարտարապետ։ Եվ Ջուլիան, բժիշկ, ով կարծես պատրաստի կատակ ուներ յուրաքանչյուր իրավիճակի համար։ Բոլորը Բեատային նայեցին թաքնված հետաքրքրությամբ։
Հարությունն երբեք ոչ ոքի չէր բերում խմբի հանդիպումներին։ Ավելին, Հարությունն գրեթե չէր հայտնվում խմբի հանդիպումներին, միշտ չափազանց զբաղված աշխատանքով։ Ուրեմն դու ես այն աղջիկը, ով վերջապես խելքի բերեց մեր ընկերոջը, ասաց Ռուբենը, Բեատային գինի առաջարկելով։ Նա նյարդայնորեն ծիծաղեց։ Կարծում եմ, որ ամբողջ պատիվը չեմ կարող վերցնել։ Կարող ես, այո, միջամտեց Մարինեն։ Մենք Հարությունին ճանաչում ենք 15 տարի, երբեք նրան այդպես չենք տեսել։ Դու պետք է հատուկ լինես։ Գիշերը զարմանալիորեն լավ անցավ։ Հարությունի ընկերները զվարճալի էին, ջերմ, անկեղծ։ Նրանք պատմեցին համալսարանական ամոթալի պատմություններ, բացահայտեցին գաղտնիքներ, որոնք Հարությունին ստիպեցին կարմրել, Բեատային ներառեցին խոսակցությունների մեջ, կարծես նրան ճանաչում էին տարիներ շարունակ։ Եվ նրանց միջոցով Բեատան տեսավ Հարությունի մի կողմը, որը երբեք չէր պատկերացրել։ Այն տղային, ով եղել էր նախքան անողոք գործադիր տնօրեն դառնալը։ Հավատարիմ ընկերոջը։ Այն մարդուն, ով ունակ էր ծիծաղել ինքն իր վրա։ Կեսգիշերին, երբ նրանք հեռանում էին, Մարինեն Բեատային մի կողմ քաշեց։ Խնամիր նրան, ասաց նա, գիշերվա մեջ առաջին անգամ լուրջ։ Նա ուժեղ է թվում, բայց ավելի փխրուն է, քան թույլ է տալիս, որ երա։ Եվ դու ակնհայտորեն կարող ես նրա համար։ Բեատան հուզված գլխով արեց։ Կխնամեմ։ Եվ թույլ տուր, որ նա էլ խնամի քեզ։ Հարաբերություններն այդպես են։ Փոխադարձ խնամք։ Մեքենայում տուն վերադառնալիս Հարություն լուռ էր։ Բեատան բռնեց նրա ձեռքը։ Ինչ ես մտածում։ Որ իմ ընկերները սիրեցին քեզ։ Որ ես գիտեի, որ կսիրեն։ Եվ որ ես ուզում եմ ավելի շատ նման գիշերներ։ Ավելի շատ պահեր, որտեղ կարող եմ լինել պարզապես ես քեզ հետ կողքիս։ Բեատան ժպտաց։ Ես էլ եմ ուզում։ Ուրեմն լուրջ է, հարցրեց Հարությունն կայանելով նրա շենքի դիմաց։ Այս, ինչ անում ենք։ Նա նայեց նրան։ Հսկելով մուգ աչքերը խոցելիությունը, որը նա ցույց էր տալիս միայն նրան։ Լուրջ է, հաստատեց նա։ Եվ ապա այնտեղ կանգնած մեքենայում կենտրոնի լուր փողոցում, Հարությունն վերջապես համբուրեց նրան։ Դա դանդաղ, զգույշ համբույր էր, լցված շաբաթների լարվածությամբ սպասումով։ Դա կնքված խոստումն էր։ Դա նորի սկիզբն էր։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին, բայց ժպտում էին։ Արդեն ժամանակն էր, մրմնջաց Բեատան։ Հարությունն ծիծաղեց։ Ներողություն ուշացման համար։ Ներված է։ Եվ այդ գիշեր, երբ Բեատան բարձրացավ բնակարան, գիտեր, որ հատել էր մի գիծ, որից հետդարձ չկար։ Նա դադարել էր լինել անտեսանելի օգնականը։ Նա դարձել էր այն կինը, ով փոխում էր իր երբեք ճանաչած ամենաբարդ տղամարդու կյանքը։ Եվ տարօրինակ կերպով, հրաշալիորեն, չէր վախենում։ Հույս ուներ։ Երկուշաբթին այլ էր։ Բեատան արթնացավ այն զգացողությամբ, որ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել աշխարհի առանցքում։ Եվ իրոք այդպես էր։ Մեքենայի համբույրը պարզապես համբույր չէր։ Դա հայտարարություն էր։ Պարտավորություն։ Եվ հիմա, վերադառնալով գրասենյակ, նրանք ստիպված կլինեին զբաղվել այդ ընտրության հետանքներով։ Նա առանձնահատուկ ուշադրությամբ հագնվեց այդ առավոտ, ընտրելով մուգ կապույտ զգեստ, որը Հարությունն գովել էր շաբաթներ առաջ։ Բաց թողեց մազերը, ինչը հազվադեպ էր անում աշխատանքում։ Ավելի ընդգծված շրթներ քսեց։ Փոքրիկ ապստամբություններ այն անտեսանելիության դեմ, որը նա այդքան ժամանակ մշակել էր։ Գրասենյակում նա հասավ սովորական ժամին, բայց այս անգամ Հարությունն արդեն այնտեղ էր։ Սպասում էր։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին նրա սենյակի ապակու միջով, ինչ-որ բան անցավ նրանց մեջ։ Դավաճանություն։ Ջերմություն։ Հիշողություն շուրթերի հանդիպումից շշնջված խոստումներից։ Նա ժպտաց, Բեատան զգաց, որ սիրտը արագանում է, կարծես նորից 15 տարեկան լիներ։ Սարսափելի էր, թե որքան էր այդ մարդը կարող դարձել այդքան կարճ ժամանակում։ Կամ գուցե այդքան կարճ ժամանակ չէր։ Գուցե դա 3 տարվա մտերմություն էր, որը վերջապես վերածվում էր ինտիմության։ Բարի առավոտ, ասաց նա, մտնելով նրա սենյակ առավոտյան հաշվետվություններով։ Բարի առավոտ, պատասխանեց Հարությունն, նրա ձայնում կար մի մեղմություն, որը նախկինում չկար։ Լավ քնեցի՞ք։ Դա պարզ հարց էր, նույնիսկ առօրյա։
բայց լցված էր իմաստով, որովհետև հիմա նա հոգ էր տանում։ Հիմա նա ուզում էր իմանալ։ Քնեցի, պատասխանեց նա փոքր ժպիտով։ Իսկ դուք։ Ավելի լավ, քան ամիսներ շարունակ։ Նա վեր կացավ, մոտենալով նրան։ Ձեր մասին էի մտածում։ Բեատան զգաց, որ դեմքը տաքանում է։ Հարություն, մենք աշխատանքի մեջ ենք։ Գիտեմ։ Բայց չեմ կարող պարզապես անջատել այն, ինչ զգում եմ, երբ անցնում եմ այս դռնով։ Նա նրբորեն դիպավ նրա դեմքին, բութ մատով քայքայելով այտը։ Չեմ ուզում անջատել։ Նա մեկ վայրկյան փակեց աչքերը, թույլ տալով իրեն զգալ։ Ուրեմն ստիպված կլինենք հավասարակշռություն գտնել։ Որովհետև այստեղ ես դեռ ձեր օգնականն եմ։ Իսկ այստեղից դուրս։ Այստեղից դուրս ես այն կինն եմ, ով փորձում է հասկանալ, թե ինչպես սիրահարվել ձեզ, առանց ինքս ինձ կորցնելու այդ գործընթացում։ Բառերը դուրս եկան, նախքան նա կկարողանար դրանք ստել։ Հում։ Անկեղծ։ Սարսափելի։ Հարությունն անշարժացավ, աչքերը լայն բացված։ Կրկնել սիրահարվելու մասին մասը։ Բեատան նյարդայնորեն ծիծաղեց։ Չի կրկնի։ Դուք լսեցիք։ Լսեցի։ Բայց ուզում եմ համոզվել, որ չեմ պատկերացրել։ Նա ավելի մոտեցավ։ Որովհետև ես էլ եմ սիրահարվում ձեզ, Բեատա։ Եվ դա միաժամանակ սարսափելի է հրաշալի։ Պահն ընդհատվեց ավտոպատասխանիչի կողմից, որը հայտարարում էր օրվա առաջին հաճախորդների ժամանումը։ Բեատան հեռացավ, ուղղելով զգեստը, վերադառնալով պրոֆեսիոնալ ռեժիմին։ Հարությունն խորը շունչ քաշեց, անելով նույնը։ Այս խոսակցությունը հետո շարունակենք։ Նա գլխով արեց։ Հետո։ Հաջորդ օրերը փորձեցին նրանց երկուսի ինքնատիրապետման յուրաքանչյուր թելը։ Ցերեկը պրոֆեսիոնալությունը պահպանելը, մինչդեռ նրանք միայն ուզում էին մոտ լինել, հաճելի տանջանք էր։ Հանդիպումները դարձան գաղտնի հայացքների ականապատ դաշտեր։ Ձեռքից ձեռք փոխանցվող փաստաթղթերը դարձան կարճ դիպչելու պատրվակներ։ Եվ յուրաքանչյուր գիշեր, որը նրանք անցկացնում էին միասին, զուսպ ընթրիքների կամ նրա բնակարանում երկար զրույցների ժամանակ, խորացնում էր նրանց միջ աճող կապը։ Բայց ամեն ինչ վարդագույն չէր։ Գրասենյակը սկսում էր նկատել։ Շշուկներն ավելի բարձր էին դառնում։ Ենթադրություններն ավելի համարձակ։ Եվ ի վերջո, ինչպես Կարինեն կանխատեսել էր, հասան սխալ ականջներին։ Մի հինգշաբթի օր, խորհրդի նիստի ժամանակ, Հայկ Մելիքյանը, ընկերության ամենահին պահպանողական տնօրեններից մեկը, արեց այն մեկնաբանությունը, որը կփոխեր ամեն ինչ։ Հարություն, մենք պետք է խոսենք ձեր օգնականի մասին։ Հարությունն աչքերը բարձրացրեց թղթերից, արտահայտությունը չեզոք, բայց լարվածությունը տեսանելի ուսերին։ Ինչ է նրա հետ։ Լուրեր կան, ասաց Հայկը, նշանակալի հայացքներ նետելով խորհրդի մյուս անդամներին։ Լուրեր, ձեր միջ անպատշաճ հարաբերությունների մասին։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Բոլոր հայացքները ուղղվեցին Հարությունին։ Նա կարող էր հերքել։ Կարող էր շեղել խոսակցությունը։ Կարող էր պաշտպանել իր սեփական կերպարը, թույլ տալ Բեատային մենակ զբաղվել հետանքներով, ինչպես շատ տղամարդիկ իշխանության դիրքերում կանեին։ Բայց Հարությունն այլս այդ մարդը չէր։ Ոչ Բեատայից հետո։ Դրանք լուրեր չեն, հանգիստ ասաց նա։ Բեատան ես հարաբերությունների մեջ ենք։ Եվ նախքան դուք կհարցնեք, այո, դա լուրջ է։ Եվ ոչ, դա չի ազդում նրա կամ իմ աշխատանքի վրա։ Հայկը կարծես ցնցված էր անկեղծությունից։ Հարություն, դուք հասկանում եք դրա հետանքները։ Հիերարխիայի հարցը, ընկերության քաղաքականությունները։ Կատարելապես հասկանում եմ։ Եվ պատրաստ եմ կատարել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի ամեն ինչ պատշաճ թափանցիկ լինի։ Եթե անհրաժեշտ լինի, Բեատային կարող են տեղափոխել մեկ այլ բաժին։ Եթե անհրաժեշտ լինի, կարող ենք ամեն ինչ պաշտոնապես ձակերպել Խրոյի հետ։ Բայց ես չեմ հերքի այն, ինչ զգում եմ, ներողություն չեմ խնդրի դրա համար։ Մեկ այլ տնօրեն, Հռիփսիմե Սահակյան անունով մի կին, խոսեց։ Հիանում եմ ձեր անկեղծությամբ, Հարություն։ Բայց դուք պետք է հասկանաք, որ սա կարող է բարդ նախադեպեր ստեղծել։ Գիտեմ։ Եվ պատրաստ եմ զբաղվել բարդություններով։ Հարությունն նայեց սեղանի շուրջը։ Բեատա Տավրոսյանն ամենակարող պրոֆեսիոնալն է, ում երբեք ճանաչել եմ։
Նա արժանի է հարգանքի, անկախ մեր անձնական հարաբերություններից։ Եվ եթե այս ընկերությունում որևէ մեկը նրան այլ կերպ կամ անհարգալից վերաբերվի, դրա պատճառով ստիպված կլինի պատասխան տալ ինձ։ Նրա ձայնի հաստատակամությունը տեղ չէր թողնում փաստարկների համար։ Հանդիպումը շարունակվեց, բայց ուղերձը տրված էր։ Հարությունն ընտրել էր իր կողմը։ Եվ դա Բեատայի կողմն էր։ Երբ նա իմացավ Կարինեի միջոցով, ով լսել էր միջանցքներից, Բեատան չգիտեր, հուզվեց թե անհանգստանար։ Հուզվեց, քանի որ Հարությունն հրապարակայնորեն պաշտպանել էր հարաբերությունները։ Անհանգստացավ, քանի որ հիմա ամեն ինչ բաց էր, խոցելի ուրիշների դատողությունների համար։ Այդ գիշեր նա գնաց նրա բնակարան։ Հարությունն բացեց դուռը դեռ վերնաշապիկով, փողկապը կախված էր պարանոցից, արտահայտությունը հոգնած, բայց մեղմացավ, երբ նրան տեսավ։ Լսեցի, թե ինչ եղավ այսօր, ասաց Բեատան, ներս մտնելով։ Նորությունները արագ են տարածվում։ Նա փակեց դուռը, հենվելով դրան։ Զայրացած եք։ Պետք է զայրացած լինեմ։ Հարությունն ձեռքով անցկացրեց մազերի վրայով։ Ես քեզ բացահայտեցի։ Մեզ բացահայտեցի։ Առանց քեզ նախապես խորհրդակցելու։ Բեատան մոտեցավ, ձեռքերը դնելով նրա կրծքին։ Դուք ինձ պաշտպանեցիք։ Մեզ պաշտպանեցիք։ Դա այլ է։ Բայց հիմա բոլորը գիտեն։ Եվ հետանքներ կունենա։ Ես գիտեմ։ Նա վեր նայեց, հանդիպելով նրա աչքերին։ Եվ պատրաստ եմ դրանց դիմակայելու։ Եթե դուք իմ կողքին լինեք։ Միշտ, խոստացավ Հարությունն նրան գրկելով։ Միշտ կլինեմ։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, պարզապես գրկած, ուժ գտնելով միմյանց մեջ։ Եվ ապա Հարությունն մի փոքր հեռացավ, դեմքին վճռական արտահայտություն։ Կա մի բան, որ պետք է ցույց տամ քեզ։ Նա նրան տարավ իր բնակարանի գրասենյակ, մի սենյակ, որտեղ նա երբեք նախկինում չէր մտել։ Պատերը պատված էին դարակներով, գործնական գրքերով, բայց կային նա մի քանի սիրավեպեր, թաքնված տեխնիկական հատորների մեջ։ Նա փակ դարակից կաշվե պանակ վերցրեց։ Ինչ է սա, հարցրեց Բեատան։ Մի պլան։ Հարությունն բացեց պանակը, բացահայտելով խնամքով կազմակերպված փաստաթղթեր։ Ես սպասում էի ճիշտ պահին, քեզ ցույց տալու համար, բայց այսօրվա դեպքերից հետո, կարծում եմ, հիմա է։ Բեատան թերթեց թղթերը, աչքերը լայն բացելով, երբ հասկացավ, թե ինչ էր տեսնում։ Դա բաժնային վերակազմավորման առաջարկ էր։ Նոր պաշտոն էր ստեղծվում։ Ռազմավարական գործառնությունների մենեջեր։ Անմիջապես խորհրդին ենթակա, ոչ թե հարությունին։ Զգալիորեն ավելի բարձր աշխատավարձով։ Ինքնավարությամբ, հեղինակությամբ։ Եվ պաշտոնի համար իդեալական անձնավորությունը, նկարագրությունն ավարտվում էր, Բեատա Տավրոսյանն էր։ Դուք արել եք սա, մրմնջաց նա, հուզված։ Սա պլանավորում էիք։ Շաբաթներ շարունակ։ Հարությունն փակեց պանակը։ Նույնիսկ նախքան մեր միջ այս ամենը կսկսվեր, ես արդեն գիտեի, որ դուք ավելին եք արժանի։ Արժանի էիք ճանաչման, հեղինակության, մի պաշտոնի, որը կարտացոլեր ձեր իրական արժեքը։ Ես վախկոտ էի, ձեզ պահելով օգնականի պաշտոնում, որովհետև դա հարմար էր ինձ համար։ Հարություն, ես չգիտեմ, թե ինչ ասեմ։ Ասեք, այո։ Ընդունեք առաջխաղացումը։ Թույլ տվեք շտկել գոնե մի մասը 3 տարվա սխալից, ձեզ թերագնահատելով։ Բեատան զգաց, որ արցունքներն այրում են։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ ավելի մեծ բանի։ Ճանաչում։ Վավերացում։ Անտեսանելիության վերջը։ Այո, ասաց նա։ Ընդունում եմ։ Հարությունի դեմքը լուսավորող ժպիտն ավելին արժեր, քան ցանկացած աշխատավարձի բարձրացում։ Նա նրան քաշեց խորը, տոնական համբույրի, լի խոստումներով ապագայի համար։ Եվ այդ գիշեր, առաջին անգամ, Բեատան մնաց։ Ոչ պարզապես խոսելու, ոչ պարզապես ընտրելու համար։ Մնաց։ Եվ երբ առավոտվա լույսը ներս մտավ բաց վարագույրներից, նա արթնացավ նրա գրկում, երանի լույսով, գիտեր, որ հատել էր մեկ գիծ։ Բայց այս անգամ չէր վախենում։ Վստահ էր։ Հաջորդ շաբաթը բուռն էր։ Բեատայի առաջխաղացման լուրը տարածվեց պաշտոնական հայտարարությունից առաջ, առաջացնելով էլ ավելի շատ ենթադրություններ։ Որոշ գործընկերներ անկեղծորեն շնորհավորեցին նրան։
Մյուսները դատող հայացքներ նետեցին, ենթադրելով, որ առաջխաղացումը բարեհաճություն էր, ոչ թե արժանիք։ Բեատան փորձում էր անտեսել, բայց դժվար էր։ Դժվար էր չթողնել, որ ակնարկները վնասեն նրան։ Կարինեն էր, զարմանալիորեն, ով ամենաուժգին պաշտպանեց նրան։ Բաժնի ընդհանուր հանդիպման ժամանակ, երբ ինչ-որ մեկը սարկաստիկ մեկնաբանություն արեց հարաբերությունների վրա հիմնված առաջխաղացումների մասին, Կարինեն վեր կացավ։ Դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը։ Բեատա Տավրոսյանն այն պատճառն է, որ այս ընկերության կեսը գործում է։ Մինչ դուք բողոքում էիք սուրճից կամ շուտ էինք հեռանում, նա այստեղ էր, լուծելով խնդիրներ, նախքան դուք կիմանայիք, որ դրանք գոյություն ունեն։ Նա այս առաջխաղացմանն արժանի էր տարիներ առաջ։ Եվ եթե ձեզանից որևէ մեկը ուշադրություն դարձներ, կնկատեր դա, նախքան ղեկավարը վերջապես կհասկանար։ Հաջորդած լռությունը անհարմար էր, բայց ուղերձը տրված էր։ Եվ Բեատան նստած սենյակի հետում երախտագիտության ալիք զգաց իր ընկերուհու նկատմամբ, ով երբեք չէր կասկածել նրան։ Նոր պաշտոնին անցումը հեշտ չէր։ Բեատան ստիպված էր անընդհատ ապացուցել, որ արժանի է այնտեղ լինելու, որ իր գաղափարներն արժեք ունեն, որ իր որոշումները ամուր են։ Հարությունն փորձում էր օգնել, բայց նա գիտեր, որ պետք է տեղ տա նրան ինքնուրույն փայլելու համար։ Եվ նա փայլեց։ Նա ներդրեց արդյունավետության նոր համակարգեր։ Նա բացահայտեց գործառնական խոչընդոտներ, որոնք ոչ ոք չէր նկատել։ Նա փրկեց ընկերությունը խնդրահարույց պայմանագրից, նկատելով երկիմաստ դրույթներ, որոնք իրավաբանական բաժինը բաց էր թողել։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, հարգանքը եկավ։ Ոչ բոլորից։ Երբեք բոլորից չէր լինի։ Բայց նրանցից, ովքեր կարող էին։ Նրանցից, ովքեր աչքեր ունեին, տեսնելու նախապաշարմունքներից այն կողմ։ Տանը Հարությունի հետ հարաբերությունները շարունակում էին աճել։ Նրանք ռիթմ գտան։ Շաբաթվա գիշերները սովորաբար անցկացնում էին առանձին, յուրաքանչյուրն իր տարածքում, հարգելով անկախության կարիքը։ Հանգստյան օրերը նրանցն էին։ Երբեմն նրա բնակարանում Լիանայի կողմից հարմարավետորեն ընկերուհիների տանը քնելու պատճառներ կազմակերպելով։ Նրանք ճանաչեցին միմյանց առօրյան սովորությունները, անվստահությունները, երազանքները։ Հարությունն հայտնաբերեց, որ Բեատան լոգարանում երգում էր, երբ կարծում էր, որ ոչ ոք չի լսում։ Որ նա վախենում էր ամպրոպից, բայց սիրում էր անձրը։ Որ լացում էր շան գովազդներից, բայց ամուր էր մնում իրական ճգնաժամերում։ Որ շատ ավելի ուժեղ էր, քան ինքն էր հավատում։ Բեատան հայտնաբերեց, որ Հարությունն աղետ էր խոհանոցում, չնայած պնդում էր, որ գիտեր պատրաստել։ Որ նա մղձավանջներ էր տեսնում մահացած հորը հիասթափեցնելու մասին։ Որ պահում էր բոլոր նամակները, որոնք մայրը գրել էր նրան մահանալուց առաջ։ Որ գործադիր տնօրենի զրահի հետում կար մի մարդ, ով պարզապես ուզում էր տեսանելի լինել որպես բավարար։ Եվ նրանք տեսնում էին միմյանց։ Իսկապես տեսնում էին միմյանց։ Եվ սիրում էին միմյանց այն բանի համար, ինչ տեսնում էին։ Հարաբերությունների պաշտոնական սկզբից 3 ամիս անց, Հարությունն նրան տարավ հանդիպելու իր տատիկի հետ, իր միակ մնացած ընտանիքի անդամի։ Տատիկ Մարթան 86 տարեկան էր, ապրում էր Հիգենոպոլիսի հմայիչ տանը, ուներ ամուր կարծիքներ բացարձակապես ամեն ինչի մասին։ Բեատան սարսափած էր։ «Ուրեմն դու ես այն աղջիկը, ով վերջապես խելքի բերեց իմ թոռանը», ասաց տատիկ Մարթան։ Հենց որ նրանց ներկայացրեցին, կապույտ աչքերը վերից վար անցկացնելով Բեատայի վրայով։ «Տատիկ», բողոքեց Հարությունն ամաչելով։ «Ինչ»։ «Ճիշտ է»։ Տղան մեքենա էր դառնում։ «Աշխատանք, աշխատանք, աշխատանք»։ «Ոչ մի կյանք»։ Տատիկ Մարթան Բեատային քաշեց, իր կողքին նստելու բազմոցին։ «Դու ընտանիք ունես, սիրելիս»։ «Մի քույր ունեմ։ Մեր մայրն ու հայրը մահացել են, երբ մենք դեռահաս էինք»։ Տատիկ Մարթայի արտահայտությունը մեղմացավ։ «Ուրեմն դու գիտես, թե ինչ է պատասխանատվությունը շատ վաղուց։ Գիտես, թե ինչ է ուժեղ լինելը, երբ ընտրություն չունես»։ Բեատան հուզված գլխով արեց։ Նա էլ, ասաց տատիկ Մարթան, նայելով Հարությունին, ով անհասկանալի արտահայտությամբ դիտում էր տեսարանը։ Ծնողներին վաղ կորցրեց։ Ստանձնեց պատասխանատվություններ, որոնք չպետք է ստանձներ։ Մոռացավ ապրել։ Նա սեղմեց Բեատայի ձեռքը։ «Ինձ խոստացիր, որ կհիշեցնես նրան ապրել»։ «Խոստանում եմ»։
Ուրեմն դու ունես իմ օրհնությունը։ Ոչ թե կարիք ունես, տղան համար է ամեն ինչ կաներ, ինչ ուզում էր։ Բայց ունես իմ օրհնությունը։ Ճաշը լի էր Հարությունի մանկության ամոթալի պատմություններով, չխնդրված խորհուրդներով ամուսնության երեխաների մասին, պատկանելության աճող զգացողությամբ, որը Բեատան վաղուց չէր զգացել։ Երբ նրանք հեռանում էին, տատիկ Մարթան նրան մի կողմ քաշեց։ Նա լավ մարդ է, ասաց նա։ Բայց նա մարդ է, վախենալով չբավարարելուց։ Մի թող, որ այդ վախը կործանի այն, ինչ ունեք։ Կխնամեմ նրան, խոստացավ Բեատան։ Եվ թույլ տուր, որ նա էլ խնամի քեզ։ Այդպես է աշխատում։ Դրանք նույն բառերն էին, որոնք Մարինեն ասել էր ամիսներ առաջ։ Եվ Բեատան սկսում էր հասկանալ դրանց խորությունը։ Հետադարձ ճանապարհին Հարություն լուռ էր։ Բեատան բռնեց նրա ձեռքը։ Ինչ ես մտածում։ Որ իմ տատիկը սիրեց քեզ։ Որ իմ ընկերները սիրեցին քեզ։ Որ ես սիրում եմ քեզ։ Բառերը կախված էին մեքենայի օդում։ Դա առաջին անգամ էր, որ նա այդպես էր ասում, այդքան ուղիղ, այդքան պարզ։ Ես էլ եմ սիրում քեզ, պատասխանեց Բեատան, ձայնը դողալով հուզմունքից։ Հարություն կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, անտեսելով զայրացած ազդանշանները։ Նա նրան քաշեց հուսահատ համբույրի, կարծես պետք էր կնքել այդ բառերը, դրանք իրական մշտական դարձնել։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ ապուշի պես ժպտում էին։ Սա խենթություն է, ասաց Բեատան։ Լավագույն խենթությունը, համաձայնեց Հարությունն։ Եվ նրանք վերադարձան տուն, ձեռքերը միահյուսված, սրտերը համաժամանակացված, իմանալով, որ անցել էին մեկ ուղենիշ։ Նրանք այլս պարզապես երկու պրոֆեսիոնալներ չէին, ովքեր փորձում էին նավարկել բարդ գրավչության մեջ։ Նրանք երկու սիրահարված մարդիկ էին, ովքեր կառուցում էին ինչ-որ իրական բան, ինչ-որ բան, որն արժեր յուրաքանչյուր բարդությունը, յուրաքանչյուր մարտահրավերը, յուրաքանչյուր դատող հայացքը։ Բայց մարտահրավերները դեռ հեռու էին ավարտվելուց։ Մի քանի շաբաթ անց, սովորական աուդիտի ժամանակ, պարզվեց, որ տնօրեններից մեկը շեղում էր միջոցները։ Սկանդալը սպառնում էր պղծել ընկերության հեղինակությունը։ Հարությունն ստիպված էր արագ գործել, հեռացնել տնօրենին, հանգստացնել ներդրողներին, վերականգնել վստահությունը։ Դրանք շաբաթներ էին, լի անքուն գիշերներով, անտանելի սթրեսով, Հարությունի վերադարձով այն մեքենայի ռեժիմին, որից Բեատան այդքան վախենում էր։ Նա փակվում էր, հեռանում, վերադառնում հին սովորույթներին, մենակ դիմակայելու ճնշմանը։ Եվ Բեատան, նույնիսկ հասկանալով, զգում էր, որ հեռավորությունն աճում է։ Փորձում էր տեղ տալ։ Փորձում էր հասկացող լինել։ Բայց կար մի սահման, թե որքան լռություն կարող էր դիմանալ։ Պայթյունը տեղի ունեցավ մի ուրբաթ գիշեր։ Հարությունն չեղարկել էր նրանց ընթրիքը շաբաթվա մեջ երրորդ անգամ։ Բեատան գնաց գրասենյակ, գտավ նրան թղթերի հիասթափության մեջ խորասուզված։ Դուք չեք կարող այսպես շարունակել, ասաց նա առանց նախաբանի։ Հարությունն անգամ աչքերը չբարձրացրեց։ Ոչ հիմա, Բեատա։ Այո, հիմա։ Դուք վերադառնում եք հին սովորություններին։ Դուք փակվում եք։ Դուք ինձ հեռացնում եք։ Ես փորձում եմ փրկել այս ընկերությունը։ Իսկ ես փորձում եմ փրկել ձեզ։ Բեատան ձեռքով խփեց սեղանին, ստիպելով նրան վերջապես վեր նայել։ Դուք կարիք չունեք ամեն ինչ մենակ անելու, Հարություն։ Ես այստեղ եմ։ Ձեր թիմն այստեղ է։ Բայց դուք համառորեն ամեն ինչ ձեր ուսերին եք կրում, կարծես օգնություն խնդրելը թուլություն լինի։ Դուք չեք հասկանում այն ճնշումը, որի տակ եմ։ Չեմ հասկանում։ Բեատան առանց հումորի ծիծաղեց։ Ես ձեր կողքին եմ եղել 3 տարի, դիտելով, թե ինչպես եք ձեզ ոչնչացնում այս ընկերության համար։ Ես կատարելապես հասկանում եմ։ Ինչը դուք չեք հասկանում, այն է, որ հիմա մենակ չեք։ Այլս կարիք չկա մենակ լինելու։ Բառերը վերջապես հասան նրան։ Հարությունն փակեց աչքերը, շաբաթների լարվածության ծանրությունը վերջապես կոտրելով զրահը։ Ես չգիտեմ, թե ինչպես այլ կերպ անել, խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։ Չգիտեմ, թե ինչպես չլինել սա։ Բեատան շրջանցեց սեղանը, ծնկի իջնելով նրա աթոռի կողքին։ Ուրեմն սովորիր։ Ինձ հետ։ Մենք միասին կսովորենք։ Եվ այնտեղ Երանի լուր գրասենյակում, լուսաբացին, Հարությունն վերջապես թույլ տվեց պաշտպանությունները ընկնել։ Թույլ տվեց իրեն խոցելի լինել։ Թույլ տվեց իրեն օգնություն ստանալ։
Եվ Բեատան համբերատար սիրով օգնեց նրան պլան կազմել, առաջադրանքները բաժանել, պատվիրակել, վստահել թիմին, վստահել իրեն։ Ժամանակ պահանջվեց, բայց այն աշխատեց։ Ճգնաժամը կառավարվեց, ընկերությունը գոյատեց։ Եվ Հարությունն դանդաղ սովորեց, որ օգնություն խնդրելը թուլություն չէր, դա ուժ էր։ Երբ ամեն ինչ հանդարտվեց, նա նրան տարավ հանգստյան օրերին Դիլիջանի մի հյուրատուն։ Դա փոքր, հարմարավետ վայր էր, հեռու քաղաքի խելագարությունից։ Նրանք 2 օր անցկացրին պարզապես գոյություն ունենալով։ Աննպատակ զբոսանքներ, առանց օրակարգի զրույցներ, հարմարավետ լռություններ։ Եվ վերջին գիշերը հյուրատան այգում աստղերի տակ պառկած Հարությունն հարցրեց. «Երբ մտածել եք ապագայի մասին»։ «Մեր ապագայի»։ Բեատան գլուխը շրջեց, նրան նայելու։ «Ամեն օր»։ «Եվ ինչ եք տեսնում»։ Նա ժպտաց։ «Տեսնում եմ մեզ։ Տեսնում եմ տուն։ Տեսնում եմ միասին առավոտներ գրկախառնված գիշերներ։ Տեսնում եմ մարտահրավերներ հաղթահարումներ։ Տեսնում եմ կյանք»։ «Ես էլ եմ դա տեսնում», շշնջաց Բեատան։ «Եվ ինձ վախեցնում է, թե որքան եմ ուզում»։ «Պետք չէ վախենալ»։ Հարությունն իր մատները միահյուսեց նրա մատների հետ։ «Ինձ հետ»։ Եվ Բեատան հավատաց։ Առաջին անգամ երկար ժամանակ հետո նա ամբողջությամբ հավատաց, որ ապագան կարող է լինել հենց այն, ինչ ցանկանում էր։ Որ անտեսանելին կարող էր դառնալ անմոռանալի։ Եվ որ սերը, երբ իրական է, երբ կառուցված է հարգանքի փոխադարձ ջանքի վրա, կարող էր ամեն ինչ փոխել։ 1 տարի։ 12 ամիս այն կարմիր վարդերի փունջից հետո, որը փոխել էր ամեն ինչ։ 365 օր բացահայտումների, մարտահրավերների, աճի սիրո։ Բեատան նայեց իր նոր սեղանին դրված օրացույցին, նոր գրասենյակում, որը դեռ զարմացնում էր նրան ամեն անգամ, երբ մտնում էր։ Ռազմավարական գործառնությունների մենեջեր։ Անունը փորագրված էր դռան էլեգանտ ցուցանակի վրա։ Նրա անունը, նրա ձեռքբերումը։ Եվ չնայած Հարությունն էր ստեղծել հնարավորությունը, նա ապացուցել էր օրեցօր, որ արժանի է այնտեղ լինելու։ Ընկերությունը բարգավաճել էր վերջին տարում։ Միջոցների շեղման ճգնաժամը, որը կարող էր կործանել Ալմասյան ինվեստիցիոնները ի հեղինակությունը, կառավարվել էր թափանցիկությամբ հաստատակամությամբ։ Նոր պայմանագրեր էին կնքվել։ Նոր շուկաներ էին ուսումնասիրվել։ Եվ հաջողության մեծ մասը գալիս էր այն նորարարություններից, որոնք Բեատան ներդրել էր, այն գործընթացներից, որոնք նա օպտիմալացրել էր, այն հնարավորություններից, որոնք նա բացահայտել էր։ Բայց ավելի կարևոր, քան պրոֆեսիոնալ հաջողությունը, այն էր, ինչ ծաղկել էր նրա անձնական կյանքում։ Հարությունի հետ հարաբերությունները հասունացել էին, խորացել, դարձել ինչ-որ ամուր իրական բան։ Նրանք դիմակայել էին գրասենյակի դատողություններին, պրոֆեսիոնալիզմի ինտիմության հավասարակշռման դժվարություններին, հակամարտության պահերին, երբ նրանց երկուսի վախերն ու անվստահությունները բացահայտվում էին։ Եվ նրանք գոյատել էին։ Ավելին, նրանք աճել էին։ Լիանան, ով ի սկզբանե թերահավատորեն էր վերաբերվում հարաբերություններին, հիմա սիրում էր Հարությունին։ Նա օգնել էր նրան ստանալ պրակտիկա մի խոշոր գովազդային գործակալությունում, ոչ թե բարեհաճության համար, այլ նրան ճիշտ մարդկանց հետ կապելով թույլ տալով, որ նրա տաղանդը խոսի ինքն իր համար։ Եվ Լիանան, փոխարենը, օգնել էր Բեատային պահպանել իր ոտքերը գետնին, հիշեցնելով նրան, որ նա սիրված է ոչ թե այն բանի համար, ինչ անում է, այլ նրա համար, թե ով է։ Կարինեն, իհարկե, ամբողջ պատիվը վերցնում էր հարաբերությունների համար, պնդելով, որ առանց իր մղումների սադրանքների, Բեատան երբեք չէր հասկանա իր սեփական արժեքը։ Եվ չնայած Բեատան աչքերը թարթում էր ընկերուհու դրամատիկ հայտարարությունների վրա, այնտեղ ճշմարտություն կար։ Կարինեն առաջինն էր, ով տեսավ նրան, առաջինը, ով պնդեց, որ նա ավելին է արժանի։ Եվ դրա համար Բեատան հավերժ երախտապարտ կլինի։ Կրկին Սիրահարների օրվա նախօրեին էր։ Այն օրը, որը նշանավորում էր ամեն ինչի սկիզբը։ Հարությունն ամբողջ շաբաթ խորհրդավոր էր եղել, չեղարկելով հանդիպումներ, շնջալով զանգեր կատարելով, ինքն իրեն ժպտալով, երբ կարծում էր, որ նա չի նայում։ Բեատան գիտեր, որ նա ինչ-որ բան էր պլանավորում, բայց չէր պատկերացնում, թե ինչ։ Կպատմես ինձ, թե ինչ ես պլանավորում, թե։
Ստիպված կլինեմ տանջելով ինֆորմացիա քաշել քեզանից, հարցրեց նա այդ առավոտ, երբ միասին սուրճ էին խմում նրա բնակարանում։ Հարությունն ժպտաց բաժակի հետից։ Դու վատ տանջող կլինեիր։ Դու չափազանց քնքուշ ես։ Մի թերագնահատիր ինձ։ Բեատան թեքվեց սեղանին։ Ես ունեմ իմ մեթոդները։ Համոզված եմ, որ ունես։ Բայց ստիպված կլինես սպասել մինչ վաղը, պարզելու համար։ Նա շրթունքները գծեց, ինչը միայն ավելի լայնացրեց նրա ժպիտը։ Լավ։ Բայց պետք է արժանի լինի այդ ամբողջ սպասումին։ Կարժենա, խոստացավ նա, աչքերը մեղմ։ Ինձ վստահում ես։ Միշտ։ Եվ դա ճիշտ էր։ Վերջին տարվա ինչ-որ պահի Բեատան դադարել էր հարցեր տալ, կասկածել, սպասել այն պահին, երբ ամեն ինչ կքանդվեր։ Նա սովորել էր վստահել։ Ոչ կույրորեն, բայց գիտակցաբար։ Վստահել, որ հարությունն այն էր, ինչ ասում էր։ Որ նրանց սերը իրական էր։ Որ այն ապագան, որը նրանք միասին պատկերացնում էին, հնարավոր էր։ Օրն անցավ անհանգստության սպասման մշուշի մեջ։ Բեատան փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, շուկայի ընդլայնման կարևոր վերլուծության վրա, որը պետք է ներկայացներ խորհրդին հաջորդ շաբաթ, բայց նրա միտքը համառորեն թափառում էր։ Ինչ էր հարությունն պլանավորում։ Կլինի։ Արդյոք ընթրիք։ Ճանապարհորդություն։ Նա մշուշոտ կերպով նշել էր, որ նա պետք է հատուկ բան հագներ, բայց ավելի շատ մանրամասներ չէր տվել։ Կարինեն, իհարկե, տեսություններ ուներ։ Ամուսնություն, հայտարարեց նա ճաշի ժամանակ։ Նա քեզ ամուսնության առաջարկ կանի։ Ես վստահ եմ։ Դու ամեն ինչ ես կարծում, պատասխանեց Բեատան, բայց զգաց, որ սիրտը արագանում է հնարավորությունից։ Նրանք խոսել էին ապագայի, պարտավորության մասին, բայց երբեք հատուկ ամուսնության մասին։ Ուզում ես, որ նա առաջարկ անի։ Բեատան վարանեց։ Ուզում եմ։ Կարծում եմ, որ ուզում եմ։ Բայց նա վախենում եմ։ Ինչից ես վախենում։ Որ շատ արագ է։ Որ ես ամեն ինչ կփչացնեմ։ Որ ես բավարար չեմ այն կյանքի համար, որը նա ունի։ Կարինեն աչքերը թարթեց։ Բեատա, երբ դու կհասկանաս։ Դու ոչ մի բանի համար քիչ չես։ Դու հենց բավարար ես։ Եվ ցանկացած տղամարդ, ներառյալ այն հալվող այսբերգը, բախտավոր է, որ քեզ ունի։ Բառերը ջերմացրեցին մի բան Բեատայի ներսում։ Տարօրինակ էր, այսքան տարի անտեսանելի զգալուց հետո, վերջապես սկսել հավատալ, որ իրեն տեսնում են։ Որ նա արժեքավոր է։ Որ նա սիրված է։ Այդ գիշեր հարությունն նրան վերցրեց ճիշտ 7-ին։ Նա անթերի էր մուգ մոխրագույն կոստյումով, առանց փողկապի, սպիտակ վերնաշապիկի առաջին կոճակները բաց։ Մազերը կատարելապես սանրված։ Աչքերը փայլում էին նյարդայնության վճռականության խառնուրդով, որը նա չէր կարողանում վերծանել։ Բեատան ընտրել էր կարմիր զգեստ, որը գնել էր հատուկ առիթի համար։ Երկար, էլեգանտ, բայց ոչ շքեղ։ Մազերը բաց, մեղմ ալիքներով։ Սովորականից ավելի ընդգծված դիմահարդարում։ Երբ նա իջավ տեսավ հարությունի դեմքի արտահայտությունը, գիտեր, որ ճիշտ ընտրություն էր կատարել։ Դուք գեղեցիկ եք, ասաց նա, ձայնը խռպոտ։ Դուք էլ վատ չեք, պատասխանեց նա ժպիտով։ Մեքենայում հարությունն լուռ էր, բայց ամուր բռնած էր նրա ձեռքը։ Բեատան նկատեց, որ նրանք գնում էին դեպի գրասենյակ, ճակատը կնճռոտեց։ Ինչ-որ բան մոռացել եք աշխատանքում։ Ոչ հենց այդպես։ Ինձ վստահում եք։ Արդեն պատասխանեցինք դրան այսօր առավոտ։ Նա ժպտաց։ Ճիշտ է։ Ուրեմն պարզապես մի փոքր համբերություն։ Երբ նրանք հասան շենք, նախասրահը դատարկ էր, միայն գիշերային պահակը, ով գլխով արեց նրանց։ Նրանք լուռ բարձրացան 23-րդ հարկ, Հարությունի ձեռքը մի փոքր ավելի ամուր սեղմելով նրա ձեռքը յուրաքանչյուր հարկում։ Երբ վերելակի դռները բացվեցին, Բեատան բացականչեց։ Գրասենյակը փոխակերպվել էր։ Մոմերը լուսավորում էին յուրաքանչյուր հասանելի մակերես, ստեղծելով մեղմ ռոմանտիկ փայլ։ Կարմիր վարդի թերթիկները ծածկում էին հատակը, հետք թողնելով վերելակից մինչ Հարությունի սենյակ։ Մեղմ երաժշտություն էր հնչում ինչ-որ թաքնված տեղից։ Եվ օդում վարդերի հասմիկի բույր։ Հարություն, շշնջաց նա, հուզված։ Ինչ է սա ամեն ինչ։
Դա վերստեղծում է, ասաց նա, նրան ուղղորդելով թերթիկների ճանապարհով։ Այն օրվա, երբ ամեն ինչ սկսվեց։ Այն օրվա, երբ վերջապես բացեցի աչքերս։ Նրանք հասան նրա սենյակ, որը նույնպես լուսավորված էր մոմերով։ Բայց մոմերից բացի, ուրիշ բան կար։ Ապակե պատերին, լուսանկարներ։ Տասնյակներով։ Բեատան մոտեցավ, ճանաչելով յուրաքանչյուրը։ Դրանք նրա լուսանկարներն էին։ Որոշները, որոնց գոյության մասին նա չգիտեր։ Բեատան ժպտում էր հանդիպման ժամանակ։ Բեատան կենտրոնացած հաշվետվության վրա։ Բեատան ծիծաղում էր Կարինեի ասածի վրա։ Բեատան նայում էր պատուհանից, մտածկոտ։ Մեկ տարվա ընթացքում արված պահեր, առանց նրա իմանալու։ Դուք եք արել այս ամենը։ Իմ հեռախոսով։ Զուսպ։ Հարությունն նրան մոտեցավ հետից։ Որովհետև երբ վերջապես տեսա քեզ, չկարողացա դադարել տեսնել։ Չկարողացա դադարել նկատել յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր պահ։ Բեատան զգաց, որ արցունքներն այրում են։ Երբ սկսվեց Վարդերի օրը, նա մատնացույց արեց անկյունում գտնվող լուսանկարը։ Սա առաջինն էր։ Դուք բռնած էիք ծաղկեփունջը, զարմացած, շփոթված, բայց ձեր աչքերում ինչ-որ բան կար։ Մի լույս, որը ես երբեք չէի նկատել նախկինում։ Եվ ես պետք է գրավեի։ Նա նայեց լուսանկարին։ Իրոք, ինչ-որ այլ բան կար այնտեղ։ Բեատան սկսում էր արթնանալ անտեսանելիությունից։ Յուրաքանչյուր լուսանկար պատմություն է պատմում, շարունակեց Հարությունն, նրան առաջնորդելով պատի երկայնքով։ Այս մեկը այն օրվանից է, երբ դուք ստանձնեցիք նոր պաշտոնը։ Դուք նյարդային էիք, բայց վճռական։ Սա այն է, երբ դուք փրկեցիք Փետրոթեփի պայմանագիրը, նկատելով այն դրույթը, որը բոլորը բաց թողեցին։ Դուք այնքան հպարտ էիք, արդարացիորեն։ Նա շարունակեց, ցույց տալով յուրաքանչյուր լուսանկարը, պատմելով յուրաքանչյուր պատմությունը։ Եվ Բեատան հասկացավ, որ յուրաքանչյուր պահ, նույնիսկ նրանք, որոնք նա աննշան էր համարում, թանկարժեք էին նրա համար։ Նա իսկապես տեսել էր նրան։ Ամբողջ տարի, յուրաքանչյուր փոքրիկ մանրամասնությամբ, նա տեսել էր նրան։ Երբ նրանք հասան վերջին լուսանկարին, Բեատան բացահայտորեն լացում էր։ Դա վերջին լուսանկար էր, արված հյուրատանը անցկացրած հանգստյան օրերին։ Նա պառկած էր խոտի վրա, նայելով աստղերին, ամբողջովին խաղաղ։ Ամբողջովին երջանիկ։ Սա իմ ամենասիրելին է, մեղմ ասաց Հարությունն։ Որովհետև դրանում դուք հենց այնտեղ եք, որտեղ պատկանում եք։ Ազատ։ Երջանիկ։ Սիրված։ Բեատան շրջվեց դեպի նա, արցունքները մշուշելով տեսողությունը։ Հարություն, սա ը։ Բեատա Տավրոսյան, ընդհատեց նա, ապա նրա ցնցումի համար ծնկի իջավ։ 3 տարի դուք իմ կողքին էիք, ես չափազանց կույր էի տեսնելու համար։ Դուք ինձ պահեցիք գործուն, փրկեցիք ինձ ինքս ինձանից, ստիպեցիք ինձ ավելի լավը լինել։ Եվ ապա, 1 տարի առաջ, դուք արեցիք էլ ավելի արտակարգ բան։ Դուք ինձ սիրեցիք։ Սիրեցիք ինձ, չնայած իմ բոլոր թերություններին, իմ ամբողջ սառնությանը, իմ ամբողջ անկարողությանը, արտահայտելու զգացմունքները։ Դուք ինձ սովորեցրիք, որ խոցելիությունը թուլություն չէ։ Որ սերը շեղում չէ, այլ այն պատճառը, որի համար ամեն ինչ արժանի է։ Հաջորդած լռությունը ծանր էր հուզմունքից։ Բեատան նայեց իր արջը ծնկի իջած տղամարդուն։ Այն տղամարդուն, ով այդքան սառը, այդքան հեռու էր եղել, ով հիմա ամբողջովին բաց էր, ամբողջովին խոցելի, առաջարկելով այն ամենը, ինչ կար։ Եվ միայն մեկ հնարավոր պատասխան կար։ Այո, ասաց նա, ձայնը կոտրվելով հուզմունքից։ Այո, այո, 1000 անգամ այո։ Հարությունի դեմքը լուսավորող ժպիտը մաքուր թեթացում ուրախություն էր։ Նա մատանին սահեցրեց նրա մատին, թեթակի դողացող ձեռքերով, ապա վեր կացավ, նրան քաշելով խորը համբույրի, որը պարունակում էր այն ամենը, ինչ նրանք զգում էին։ Խոստում։ Պարտավորություն։ Սեր։ Ապագա։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ ծիծաղում լացում էին։ Ես սիրում եմ քեզ, ասաց Հարությունն։ Ավելի շատ, քան բառերը կարող են արտահայտել։ Ես էլ եմ սիրում քեզ։ Բեատան նայեց իր մատին փայլող մատանուն։ Դեռ չեմ հավատում, որ սա տեղի է ունենում։ Ավելի լավ է հավատաս։
որովհետ ես քեզ թույլ չեմ տա փախչել։ Նրանք ժամեր անցկացրին այնտեղ, մոմերի լուսանկարների մեջ, խոսելով ծրագրերի, ապագայի, այն կյանքի մասին, որը նրանք միասին կկառուցեին։ Հարությունն բացահայտեց, որ արդեն խոսել էր Լիանայի հետ, խնդրելով նրա օրհնությունը։ Բացահայտեց, որ տատիկ Մարթան անհամբեր սպասում էր օգնելու հարսանիքի պլանավորմանը։ Բացահայտեց, որ իր ընկերներն արդեն կազմակերպում էին նշանադրության երեկույթ։ Եվ Բեատան բացահայտեց, որ գաղտնիորեն արդեն հարյուրավոր անգամներ պատկերացրել էր այս պահը։ Նա երազել էր նրա կողքին ապագայի մասին։ Նա ցանկացել էր դա իր էության յուրաքանչյուր թելիկով, բայց երբեք չէր համարձակվել ամբողջությամբ հավատալ, որ դա կարող է տեղի ունենալ։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ դա ավելի կատարյալ էր, քան ցանկացած երազանք։ Հաջորդ ամիսները պատրաստությունների պտույտ էին։ Լիանան ստանձնեց հարսնաքույրի դերը զարմանալի էնտուզիազմով, Բեատային քաշելով զգեստներ փորձելու, ծաղիկներ ընտրելու, ճաշացանկ որոշելու համար։ Կարինեն պնդեց կազմակերպել հարսանեկան երեկույթը, որը վերջում դարձավ հիշարժան խնջույք, շատ գինով ծիծաղով։ Հարությունն նույնպես ներգրավված էր, ի զարմանս շատերի։ Նա այն տեսակի փեսացուն չէր, ով ամեն ինչ թողնում էր հարսնացուի որոշմանը։ Նա կարծիքներ ուներ ամեն ինչի մասին, երաժշտությունից մինչ դեկորացիա։ Եվ չնայած երբեմն չէին համաձայնում, միշտ գտնում էին միջին ճանապարհը, միշտ միասին էին կառուցում։ Աշխատանքում դինամիկան ամբողջությամբ փոխվել էր։ Բեատան այլս Հարությունին չէր հաշվետու, ուստի շահերի բախումները նվազագույն էին։ Նա բազմիցս ապացուցել էր իր արժեքը, հիմա նրան տեսնում էին ոչ թե որպես օգնական, ով բարձրացել էր հարաբերությունների շնորհիվ, այլ որպես փայլուն պրոֆեսիոնալ, ով միշտ եղել էր։ Եվ երբ նրանք պաշտոնապես հայտարարեցին նշանադրության մասին, մարդկանց մեծ մասն արձագանքեց անկեղծ ուրախությամբ։ Այն քչերը, ովքեր դեռ դատում էին, անտեսվեցին։ Նրանց կարծիքներն այլս կարևոր չէին։ Արարողությունը նշանակվեց գարնանային մի շաբաթ օր, առաջարկից գրեթե 1.5 տարի անց։ Դա լինելու էր մտերմիկ մի բան, միայն մերձավոր ընտանիքը, սիրելի ընկերները, Դիլիջանի փոքրիկ էլեգանտ մատուռում, որին հաջորդելու էր ընդունելություն ծաղկած այգում։ Հարսանիքից 1 օր առաջ Բեատան հյուրանոցի սենյակում էր Լիանայի հետ, փորձելով զսպել նյարդերը։ Իսկ եթե ամեն ինչ փչացնեմ, ասաց նա 10-րդ անգամ։ Իսկ եթե սայթաքեմ զոհասեղանին։ Իսկ եթե մոռանամ երդումները։ Լիանան աչքերը թարթեց։ Բեատա, դու ամբողջովին նորմալ խուճապի մեջ ես։ Բայց վաղը, երբ տեսնես Հարությունին քեզ սպասելիս, այդ ամենը կանհետանա։ Դու կիմանաս, որ ճիշտ ընտրություն ես անում։ Ինչպես կարող ես այդքան վստահ լինել։ Որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես եք նայում միմյանց։ Տեսնում եմ, թե ինչպես է նա փոխվում, երբ դու մտնում ես սենյակ։ Տեսնում եմ, թե ինչպես ես փայլում, երբ խոսում ես նրա մասին։ Սա կասկած չէ։ Սա պարզապես վախ է անհայտից։ Եվ լավ է վախենալը։ Բայց մի թող, որ վախը փչացնի քո կյանքի լավագույն օրը։ Բեատան ամուր գրկեց քրոջը։ Երբ դու այդքան իմաստուն դարձար։ Միշտ այդպես եմ եղել։ Դու էիր, ով ուշ հասկացավ։ Հաջորդ առավոտ Բեատան արթնացավ, արի լույսը ներս մտնելով վարագույրներից սիրտը արագ բաբախելով։ Դա այն օրն էր։ Այսօրվանից հետո նա պաշտոնապես կլիներ Բեատա Ալմասյան։ Նոր ինքնություն։ Նոր գլուխ։ Պատրաստվելու գործընթացը լի էր հուզմունքով։ Լիանան օգնեց նրան զգեստի հետ, դասական սպիտակ ժանյակե մոդել, որը կատարելապես գրկում էր կորությունները։ Վարագույրը պարզ էր, նուրբ։ Դիմահարդարումն ընդգծում էր նրա շագանակագույն աչքերը։ Եվ երբ նա նայեց հայելուն, Բեատան տեսավ ոչ թե անտեսանելի օգնականին, այլ սիրված կնոջը։ Տեսանելի կնոջը։ Այն կնոջը, ով գտել էր իր տեղը։ Մատուռում Հարությունն սպասում էր զոհասեղանին, սիրտը կոկորդում։ Նա բախվել էր ներդրողներով լի սենյակների, կայացրել էր միլիոններ պարունակող որոշումներ, նավարկել էր ճգնաժամեր, որոնք կարող էին ամեն ինչ կործանել։ Բայց ոչինչ, բացարձակապես ոչինչ, նրան այդքան նյարդային չէր դարձրել, որքան այս պահը։ Երբ երաժշտությունը սկսվեց, դռները բացվեցին, բացահայտելով Բեատային, մնացած ամեն ինչ անհետացավ։ Նա շողում էր, դանդաղ քայլելով միջանցքով, աչքերը հառած նրա վրա։ Եվ Հարությունն հասկացավ, որ բոլոր ընտրությունները, որոնք նա կատարել էր, բոլոր սխալները, որոնք նա թույլ էր տվել, բոլոր տարիների մենակությունը, հանգեցրել էին այս պահին։ Նրան։
Լիանան Բեատայի ձեռքը հուզված ժպիտով տվեց Հարությունին։ «Խնամիր նրան», շշնջաց նա։ «Իմ կյանքով», խոստացավ նա։ Երդումները պարզ էին, բայց խորը։ Հարությունն խոստացավ տեսնել նրան ամեն օր, ոչ պարզապես նայել, այլ իսկապես տեսնել։ Խոստացավ այլս երբեք թույլ չտալ, որ նա իրեն անտեսանելի զգա։ Խոստացավ կառուցել մի կյանք, որտեղ երկուսն էլ կարող էին փայլել։ Բեատան խոստացավ մարտահրավեր նետել նրան, երբ անհրաժեշտ լիներ, միշտ աջակցել նրան, հիշեցնել նրան ապրել աշխատանքից դուրս։ Խոստացավ սիրել նրան ոչ թե իր թերությունների պատճառով, այլ դրանք ներառելով։ Խոստացավ լինել գործընկեր, ընկերուհի, կյանքի ուղեկից։ Եվ երբ պաշտոնյան վերջապես ասաց այն բառերը, որոնց նրանք սպասում էին, երբ նրանք համբուրվեցին որպես ամուսին կին, մատուռի բոլորը ծափահարեցին, աչքերում արցունքներ։ Ընդունելությունը հենց այնպես էր, ինչպես նրանք պատկերացնում էին։ Մտերմիկ, ուրախ, լի սիրով։ Տատիկ Մարթան զվարճալի ելույթ ունեցավ այն մասին, թե ինչպես էր հրաժարվել տեսնել իր թոռանն ամուսնացած։ Ռուբենը մյուս ընկերները ամոթալի պատմություններ պատմեցին։ Կարինեն ավելի շատ լացեց, քան հարսնացուն։ Եվ Լիանան կենաց ասաց քրոջը, ով միշտ չափազանց ուժեղ էր ինքն իր համար, այն տղամարդուն, ով վերջապես հասկացավ դա։ Երբ գիշերը իջավ, այգու լույսերը միացան, Հարությունն Բեատային քաշեց պարահրապարակ։ Երբ նրանք պտտվում էին աստղերի տակ, նա շշնջաց. «Շնորհակալություն»։ «Ինչի» համար։ «Ինձ սովորեցնելու համար տեսնել»։ «Ինձ սովորեցնելու համար զգալ»։ «Ինձանից չհրաժարվելու համար, երբ ես կույր ապուշ էի»։ Բեատան ժպտաց. «Դուք լավ սովորեցիք»։ «Դեռ սովորում եմ։ Բայց հիմա ամբողջ կյանք ունեմ պրակտիկայի համար»։ Եվ այսպես նրանք պարեցին շրջապատված մարդկանցով, ովքեր սիրում էին նրանց, կառուցելով հազարավոր գալիք պահերից առաջինը։ Մարտահրավերների պահեր, իհարկե։ Հակամարտությունների պահեր, անխուսափելիորեն։ Բայց նա սիրո, աճի, իրական գործընկերության պահեր։ Այն կինը, ով մի օր անտեսանելի էր, հիմա փայլում էր երեկույթի լույսերի տակ, վերջապես ճանաչված ոչ միայն որպես արժեքավոր, այլ որպես էական։ Եվ այն տղամարդը, ով մի օր սառը մեքենա էր, հիմա ազատորեն ծիծաղում էր, վերջապես մարդկային, վերջապես ամբողջական։ Միասին նրանք կառուցել էին անհնարին մի բան։ Նրանք 3 տարվա լռությունը վերածել էին կյանքի խոսակցությունների։ Նրանք անտարբերությունը վերածել էին խորը սիրո։ Նրանք ապացուցել էին, որ նույնիսկ ամենաանհավանական պատմությունները կարող են ունենալ երջանիկ ավարտներ, երբ կա ջանք, անկեղծություն, իրական պարտավորություն։ Եվ մինչ աշխարհը շարունակում էր պտտվել, մինչ Երանը հեռվից բաբախում էր իր միլիոնավոր պատմություններով, նրանց պատմությունը շարունակում էր գրվել։ Այլս ոչ թե անտեսանելիության անփութության մասին, այլ տեսանելիության տոնակատարության մասին։ Երկու մարդկանց մասին, ովքեր հանդիպեցին ամենաանհավանական վայրում, որոշեցին կառուցել արտակարգ մի բան։ Ամիսներ անց, արդեն կենտրոնում իրենց միասին գնաց տանը, մի առավոտ Բեատան արթնացավ, Հարությունն արդեն ոտքի վրա էր, նախաճաշ էր պատրաստում։ Նա հենվեց խոհանոցի դռան շրջանակին, դիտելով այն մարդուն, ով իր ամուսինն էր, շարժվելով տարածքում նույն վճռականությամբ, որը նա կիրառում էր ամեն ինչին, բայց հիմա թեթությամբ։ «Բարի առավոտ, տիկին Ալմասյան», ասաց նա ժպիտով, նրան տեսնելով։ «Բարի առավոտ, պարոն Ալմասյան»։ Նա մոտեցավ, գրկելով նրան հետից։ «Դեռ զարմանում եմ արթնանալով, դուք այստեղ եք»։ Հարությունը շրջվեց, նրան ավելի մոտ քաշելով։ «Ավելի լավ է սովորել։ Որովհետ ես ոչ մի տեղ չեմ գնում»։ Եվ նրանք կնքեցին խոստումը համբույրով, ինչպես անում էին ամեն առավոտ, վերահաստատելով միասին լինելու, համատեղ կյանք կառուցելու, ամեն ինչում ուղեկից լինելու ընտրությունը։ Ճանապարհորդությունը, որը սկսվեց վարդերի փունջով մի կնոջ վերջապես տեսանելի լինելով, վերածվել էր շատ ավելի մեծ բանի։ Այն վերածվել էր տան։ Ընտանիքի։ Սիրո, որը մեծանում էր ամեն օր։ Եվ Բեատան, նայելով այն մարդուն, ում սիրում էր, այն կյանքին, որը նրանք կառուցել էին, այն ապագային, որը դեռ առջում ունեին, բացարձակ վստահությամբ գիտեր, որ ճիշտ ընտրություն էր կատարել։ Որ անտեսանելիության ամբողջ ցավն արժեր։ Որովհետ այն նրան հասցրեց այստեղ։ Նրան։ Նրանց։ Եվ դա այն ամենն էր, ինչ նա միշտ ուզել էր։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Բեատայի Հարությունի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։
Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։